այսօր մեր տասախոսը Կարեն Ջալատյանն է։ Մի կամ Եվրոպայի մեջ գործող հայրենագիտական կամ հայագիտական կենտրոններում գա Փարիզի ինակոն, որ ծանոթ է մենուն, շատալ ինակոյի ուսանոյ է, չէ, բայց գա Université de Genève հայագիտական ուսմանց կենտրոն, հայագիտական Վալենտինա Կալձոլարի ղեկավարությամբ եւ գա Բուդապեշտի Պանդանի Բեզեր Բազմանի Պետեր Բազմանի Պետեր Կաթողիկի համալսարանը որ ամենամեծ Եվրոպայի ամենամեծ ուսանողներու թիվով ամենամեծ հայագիտական ծրագիրն է հիմնարկն է 2016-ին հիմնված է գա 40 հիմա ունի 40 ուսանողներ մեծամասնությամբ արցախցի եւ հայաստանցիներ են կազմված գան նաեւ միջին արևելքեն այո ծրագիրը ամբողջությամբ անգլերեն լեզվով է բայց ներողություն կընդհանեմ Վիգեն ոչ միայն ամբողջությամբ այլ սենք հայերենի դասավանդում եւս կա եւ նաեւ հունգարերեն պիտի սորվին այսինքն ուսանողները բայց Վիգեն խնդրեմ չեմ ուզեն ընդհանրել քեզ չէ ուրեմն 4 դասավանդողներ կան որոնց մեկը հայ է 5 մյուս 3 կամ ռուս են կամ հունգարացի եւ լե մեկը լե կա որոնք հայերեն լավ գիտեն ամենից որ Պրոգրամը լուրջ պրոգրաման է եւ Գաշխարին անորը եւ հիմա Գարեն Ջալատյանը ծնած է Գյումրի բայց երեք կսեի ասի ուրիշ տեղ եւ ազիվ օտական ասինք վերցուցի օտոմատալ սավ ինձ հետ արեմդայերեն խոսիր եւ ինքը շատ մաքուր արեմդայերեն խոսի արդեն մի տեսնեք ծնածի Գյումրի եւ որ քաղաքը ավերակված էր երկրաշարժեն եւ խորհրդային միությունը քանդվելու վրա էր դարիքը գրծակ վրա էր հոր ընտանիքը Հալեբեն ներկախտած 1946 թվականներում 46-47 ուրեմն սկիզբեն մանկութենեն միշտ արեմդայերենի մոտ եղած էինք ընտանեկան շրջանակ են արդեն հետևաբար շատ գանուխեն մեծած է այդ մտնորդի մեջ եւ այսօր իրեն գրեցի որ 10 վայրկյանի կողմ կլամ WhatsApp-ով գրեց եղավ բամը որ արեմդայերով որ չես տեսնել 10 վայրկյանը 10 րոպեի 10 րոպեի ալ մեկ չկար 10 վայրկյան գրեցի գրեց եղավ ուրեմն անշուշտ գիտեք որ 90-ական թվականներով սկիզբը Հայաստանի համար ծանր մութ տարիներ էին եւ այդ տարիներում ճաշակած էին քանիկա բայց վերջը ընտանիքով ուղղադրված են Լոս Անջելես հոն իր ուսումը ստացած է երկրորդական եւ հետո համալսարանական UCLA իսկ masters եւ ավելի բարձր ուսումները սկսած է University of Indiana որոշ ադեմը Փարիզ ապրած է 2019-ին Կալիֆորնիա Irvine համալսարանի մեջ բախտադական քրագանության դոկտորական պաշտպանած է դոկտոր Կարեն Ջալատյան Comparative Literature իր դոկտորական թեզի նյութը Գրիգոր Բլդյանի եւ Վայո Շագանի քրագանությունը ինչպես նաեւ Գարինե Տորոսյանի որ Տորոնտոյի նախկին Տորոնտոյի ֆիլմմեյքեր ունի ֆիլմադաստող ունի անոր ֆիլմերը Stone Time Touch Փարիզ եւ Միչիգան ապրած է արդեն իսկ արդեն 2020-ին իվեր Բուդապեշտ է ուր գտասավանտե Արևելյան Եվրոպայի միակ հայագիտական որը միսները արեմդյան նաշում են Զվիցերյան եւ Ֆրանսան
բազմանի բեդեր կաթողիկի համալսարանի մեջ։ Վերջին 3 տարիներուն դոկտոր Ջալատյանը սկսած է ուսումնասիրել եւ հիմա կշարունակի ավերակ մայրաքաղաք հայոց անի արտի հիշողությունը թե Հայաստանի եւ թե Սփյուռքի մեջ մենք ինչպես հիշենք անին այս աշխատանքը գարելի դարձած է Գերդա Հենգել հիմնարկութենեն ստացված դրամաշնորհով եւ Բերլինի ազատ համալսարանի կորցակցությամբ եւ Լայպցիգի 2024 թվականին Քալուս Գուլբենկյան հիմնարկության նպաստով եւ Երևանի Թուն TV տելևիզիոնի կայամանե անոնց հավերով կացած է եւ 20 զրույց արձանագրած է տեսակրած է Սփյուռք եւ Հայաստան գործող կրողներու, մտավորականներու, հրադարագիչներու հետ, որուն ընդհանուր վերնակինն է Սփյուռք քննական անդրադարձեր։ Շուտով լույս պիտեսնե իր համախմբակությամբ Capturing Eternity, Jerusalem Armenian Entanglements with Photography, որ երեկվան տասախոսության հալ անդրադարձավակնիքի մասին Երուսալեմի նգարիչներում։ Լուսանկարիչ։ Եվ ուրեմն կմեկտեղ է ուսումնասիրություններ, իր ուսումնասիրությունները, ինչպես նաև Բուդապեշտ կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսիմը դերակցությունները։ Հիմա պիտի կանք այսօրվան մեր նյութին, որն է վայոշական։ Եվ առաջին անգամ դիմեցի Գարենին, որ մեզի տասախոսության կա, ես ընդհանրապես դարձնեմ, ինչ կփապակից ներկայացնեմ, որտեղ ես չէ որ պիտի որոշեմ, անձը ինքը պիտի որոշեմ, եւ ինք ինձ իսա կփապակին վայոշական։ Դասի որ ես առաջարկ ունիմ, եթե կընդունիս։ Փոխանակ վայոշականի փառաստեղծության վրա գետնանալու, որ արդեն պիտի լա, բաուս չի գա։ Եգուրսի վայոշական թատրոնը ներկայացում, որտեղ նախ շատ քիչ ուսումնասիրված է, շատ քիչ բան գրված է, նույնիսկ թատրոնը վայոշականի չէ հրատարակված, ինչքան ես գիտեմ հադրով, Այո։ ծրված է մամուլի մեջ, փակինի մեջ եւ այլուր։ Ինքը ընդունեց շատ սիրով սավ, մանավանդ որ սավ ուսումնասիրած եմ բյութը եւ գնամ այդ մասին խոսիլ, հետևաբար ես անհունորեն շնորհակալ եմ, որ մեզի ասնյութը պիտի ներկայացնի այսօր, որտեղ ասնյութը ուրիշ տեղ չեք գտներ, բնաբար պիտի չգտնենք։ Բարի եկաք առաջ։ Նախ շնորհակալ եմ, որ հոսեք եւ ուրախ եմ, որ միասին ենք այսօր առավոտ։ Երեք առիթ ունեցանք քիչ շփվել, խոսել, քննարկել, դեռ բուրըն քննարկումներ ու առիթներ ունեցանք։ Հուսամ այսօր եւս այդ ուրեմն կարողությունը կունենանք։ Այս երևույթին ինչպես ընդունված է, պետք է ես մոտ 1 ժամ 20 վայրկյան խոսիմ, յետքը դատարանը պիտի լա, յետքը մենք ավելի ասենք ընթերցանողական աշխատանքի մեջ են, փորձենք ավելի ասենք ներգրավված ձևով հասկանալ ասենք թե վայոշականը ինչպիսի միջամտություններ ըրած է որպես թատերագետ, հա։ Ուրեմն շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ, որ միասին ենք այսօր։ Ուրեմն արագ մտածեմ ձևով ինչպես երեք ծրագիր ունին, որովհետեւ դուք կապարկազմեք թե ինչ պիտի ակնկալեք առաջիկա 2-3 ժամերի ընթացքին։ Նախ ասանք ընդհանուր գիծերով պիտի տամ արևմտահայի կամ արևմտահայերեն ավելի ճիշտ պիտի լար թատրոնի ասենք հոսանքները, դեսագները, պիտի ասեի պատմական ակնարկով, յետքը պիտի դառնամ անշուշտ վայոշականի թատրոնին, որոշ նկարագրություն տալով այս ուրեմն արտադրությանը, հետո պետք է անպայման միասին որոշ դեսական, քննական հարցեր առաջ քաշենք, բայց անանք պիտի լավ որ ես պետք է փորձեմ դնել այդ հարցումները, դուք ալ ձևով պիտի հետևեք կամ միասին պիտի այդ հարցադրումները գազմենք, ասիկա էական է, եւ յետքը դատարան յետքը միասին որոշ ընթերցանություններ ունելով հասկանանք թե այս դեսական հարցումները արդյոք լավն են կամ բալասխանի արժանի են կամ ուրիշ դեսական հարցումներու գտանին կամ չեն տանիր։ Արագ ակնարկում եթե բացատրենք հայերու ասենք առողջությունը թատրոնի հետ պետք է խոսենք հին ժամանակներու մասին, հայտնի է ասենք հունական աղբյուրներ են, չէ, հելենասեր, հունասեր
հայ թագավորություններու մեջ թատրոն կար, հա, արդաված թագավորը եւ այլն եւ այլն։ Ասոնց մասին դերակցություն ունենք, բայց շատ ասենք հերվեն հերու բանը չեն գիտեր, ճիշտ ինչպես բեմադրված էր, ճիշտ ինչ քիչ մը կապարոնենք, բայց ճիշտ ինչպես ինչ պայմաններում շատ քիչ դերակցություն ունենք։ Բայց գիտենք, որ հին Հայաստանի մեջ թատրոն կար, հա, որ զարմանալի բան չէ գարձը։ Նաև ավելի ասենք ժողովրդային դեսանգյուն է, եղած այս ստվերներու, դիգնիկներու թատրոնը, գյուղեգյուղ կամ ասենք փոքր քաղաքեն քաղաք, ջամփորդ, ասենք շարժուն այս արվեստագետները, ասենք բեմադրություններ ըրած են անշուշտ, եւ շատ էլ հավանաբար ժողովրդականություն վայելած են այս տեսակի, ասենք գադարումները, հա, բեմադրությունները։ Եվ անշուշտ նաև ուրիշ միջմշակութային ուրեմն երևույթներ հետալ գործ ունենք թուրքերի մոտ եւս կարագյոզմը գա կամ բարսիկների մոտ հավանաբար եւս հայերը եւս ասենք գերբարներ ունեցած են սֆերային թատրոնի հետ եւ նաև լարախաղաց այս որ չասենք զվարճանքի ձևով այսինքն հավաքվիլը հայերի մոտ հավաքվիլը բեմի մշուրջ նոր բան չէ բնական է ասիկա եւ որոշ հետքեր հետաքրական իմաստով ունենք սակայն ավելի ասենք արդիական ժամանակն է որ մեզի գեդարկրե, կոնե ինձ գեդարկրե հիմա եւ հոս ուրեմն նախնական երկու երևույթների հետ գործ ունենք։ Նախ այս սպյուրքյան երևույթն են երկուքն հետաքրքրան ձևով լեհ լիտվական գիտենք որ ասիկա Հայ Լևոն Զեկյանի ուսումնասիրության մեջ կարելի է գարտալ որ հոն հայերը ասենք գրոնական, բայց ոչ միայն գրոնական ձևով բեմադրություններ գնային։ Ասիկա պետք է լավ վաղ արդիական 15-րդ 16-րդ դարերուն 17-րդ Ինչպես նաև անշուշտ ասիկա զարմանալի չէ մխիթարյանները եւս թատերական բաժին գոմը ունեին իրենց ուրեմն գործունեության, հա, որ կրոնական, կրթական, պատմագրթական, այսինքն բնույթ կստանար։ 10-րդ դարուն ուրեմն կարելի է արդեն բնորոշել երկու տեսակի թատրոն, հա, վիբաբաշտ ռոմանտիկ թատրոնը եւ ասենք երգիծական կոմեդի իմաստով թատրոնը, հա։ Եվ անշուշտ մխիթարյանները մեծ տեղ խաղացած են, հավանաբար գրած եմ Իզմիրի վրա, որովհետև Իզմիրի հարցը քիչ մը հետաքրքրական հարց է պետք է ուսումնասիրել։ Գրնամ փակագծի մեջ ասել, որ Վայոշականը շատ գսիրե Իզմիրը եւ միշտ ուզած է որբիսի ավելի շատ գիտնանք Իզմիրի մասին, ասկա ուրիշ փակագծ մը կբացեմ կոչեմ։ Սակայն արևմտահայերու մոտ թատրոնը 10-րդ դարի երկրորդ կեսին ուրեմն ավելի ասենք այս 4 քանի հոգյալ կարելի է դերասանից 4 կերպարների շուրջ կդառնան, հա, Մգրիչ Բեշիկտաշյան, Սլավոն Հեքիմյան, Հակոբ Բարոնյան, որի մասին վստահ եմ լսած եք, եւ Պետրոս Թուրյան, հա։ Բարոնյան ավելի երգիծական թատրոն է, որուն ասենք նպատակն է ինչ քննադատել բարքերը հասարակության, հա, խնդրական անշուշտ բարքերը, եթե ընդունելի է պետք է քննադատել, ընչակաղցությունը լա, կամ ասենք դրամի յետևեն վազել լա եւ այսինքն արժեք ներողություն օդարամոլությունը լա ինչպես նաև Բարոնյանի մոտ անշուշտ այդ գավառի եւ քաղաքի միջև այդ լարվածությունը գա չէ Աբիսողոմ աղան եւ այլն եւ այլն բայց իր ասենք բնույթով Բարոնյանի թատրոնը կարելի է իրաբաշտ թատրոն է ռեալիստ թատրոնն է իր յուրահատուկ ըմբռնումով իրաբաշտ անշուշտ Թուրյանի մոտ ավելի այս ազգայնաբաշտ բաժինը գա, որ վիբաբաշտության ռոմանտիսիզմի մաս կգազմի, այսինքն թատրոնը բեմը ազգի գայացման, ազգը իր մասին գիտնալու, սորվելու, զգալու, ասանք առիթմն է եւ կարելություն եւ դարածքն է։ Ասանք ընդհանուր գիծերը վարակ մը գտամ։ Եթե արագ հայացք մտերենք արևելահայ գոմը, հոն եւս վիբաբաշտ եւ իրաբաշտ թատրոնի հետ գործ ունենք։ Գովգասի մեջ, այսինքն Թիֆլիսի մեջ հայերը 10-րդ դարի երկրորդ կեսուն մեծամասնություն են գրեթե բնակության տեսանկյուն են, այսինքն մշակութային շարժումը գա, երկու ուսման գոնե հիշադակման արժանի երկու կարևոր հաստատություններ կան, չէ, Լազարյանը եւ Ներսիսյանը Թիֆլիսի մեջ բնական է, եւ հոն երկու հոգի մեջտեղ գելեն, որ ասենք մեծ ազդեցություն ունեն մինչեւ հիմա կարելի է մտածել, չէ, Գաբրիել Սունդուգյան եւ Ալեքսանդր Շիրվանզադե։ Երկուքն էլ իրաբաշտ թատրոն պիտի սեի, իրենց ըմբռնումով, այսինքն իրականության, այս մարդու կամ իրականության ըմբռնումով իրաբաշտ թատրոն է։ Դերևս լսած եք Բեբոյի մասին, երկուքնի շուրջալ գարձեմ ֆիլմերալ կան, այսինքն կարելի է նայել հայ ֆիլմը 30-ականներուն արդեն ասանք բաներ նկարած են։ Հիմա
իրաբաշխությունեն անդին մեծ սատկը որ գլա իմ գարձկով Լևոն Շանտն է որ գնա ասիկա հա այսինքն այս վարկեր եւ բարկեր նիստուգացեն անդին երտալու փորձը թատրոնով Լևոն Շանտի մոդ է որ գլա հա եւ հոս գսվի Լևոն Շանտը որ ավելի ենք փիլիսոփայական թատրոն է գսվի բայց բանմասել չէ խորդաբաջ թատրոն թերևս Նիչեական թատրոն նաև գամ լալու գամքի բեմադրության պես բանը բիդի մտածենք եւ այլն բայց Շանտը այն հերինագն է որը գործի իսկապես բայկարի լաս ասանք սովորական դերիկ դարձած թատերական մտածողության դեմ հայերու մոտ հա եւ բավական հետաքրքրական եւ լայն ուրեմն ցանկ գործերու շղթայված օրինակի համար անի մեջ կբեմադրվի բայց անի հետ շատ գապ չունի հետաքրքրական ձևով ուրեմն աբա ժամանակայնական անաքրոնիստիկ բան մգա Շանտի թատրոնի մեջ, որ ժամանակին թեմ գերտա, փոխանակ ժամանակ պատմական, այսինքն Շանտը պատմական թատրոն չէ որ գուզենել, պատմությունը ռիթմն է, որովհետեւ ուրիշ բաների մասին մտածի, ոչ թե պատմությունը ռիթմը, որովհետեւ պատմության մեջ մտնի եւ այլն։ Միևնույն ժամանակ 20-րդ դարու առաջի ուրեմն տասնամյակներուն գայել էսել որ թատրոնը հայ թատրոնը ասենք գործե գազմագերբվիլ ուրեմն գսկսին ոչ միայն ասենք սիրողական բադեաբաշտ առիթներով բեմադրություններ դեր ունենալ այլ նաև միություններ եւ մասնագիտական ասենք ուրեմն խմբավորումներ գսկսին ձևավորվել հա ուրեմն հայ դրամատիկը բոլիս 18 թվական եւ նորեն բոլիս 21 թվական հիմա ասեցինք որ Լևոն Շանտը գործե գոդրել ձևով մայս իրաբաշտ եւ իբաբաշտ թատրոնը սակայն նույն այդ շրջանին բոլիսի մեջ մեծամասն բոլիս պիտիսել ուրիշ հոսանքը եւս գսկսի ձևավորվել եւ ասիկա Հակոբոշական Կոստանդզարյան մեհանական ուրեմն թատրոնն է որ առաջ կուկա մեհանա կարծեմ թե թերևս էզի քանի ձեզի որոշ չափով ցանոթ է այս ասենք երևույթը չէ այս 14 թվականի այս բարբերականն է որ շատ քիչ ժամանակով ուրեմն հրադարագրված է բայց մեծ ազդեցություն ունեցած է մեր ասենք մտածողության մշակութային տրամաբանության վրա ընդհանուր կապար ազգային արգանացումն է անշուշտ սակայն նոր իմաստով ոչ թե ասենք հին դասական իմաստով ինչ իմաստով արվեստ ստեղծելու իմաստով ուրեմն արվեստն է որ պիտի գարենա հայությունը յետ բերել իր էությանը, որ իր ազգային հավաքական էությունն է։ Հոս է որ գեղագիտականացումը Դանիել Վարուժանի մոտ ասիկա գա, որպես բանաստեղծ, Կոստանդզարյանի մոտ ասիկա շատ զորավոր է, Նիչեական նույնիսկ իմաստով, այսինքն գերդել մարդը եւ թատրոն արվեստ այդ դարածն է, որ միջոցով պետք է այդ այսինքն գործընթացը կամ երկարելությունը գայանա։ Ամեն բարգայ Հակոբոշականի եւ Կոստանդզարյանի միջև շատ ասենք հետաքրքրական, բայց նաև բուրըն, նաև գրվազան իմաստով երկխոսություն մտեղի ունենա Մեհյանի էջերուն մեջ, որ Կոստանդզարյանը քիչ մը չի սիրել Հակոբոշականի այս թատրոնը, որ շատ գյուղական է, շատ գավառական գտվե իրեն եւ ինքը ուզի ավելի լայն եվրոպական, չեմ գիտեր, այլ տեսակի թատրոնը։ Ուրեմն այս Մեհյանի առիթով, ինչպես նաև քիչ մը յետքը նաև այս բարձրավանդակի մեջ, բարձրավանքի մեջ ասիկա գշարունակվի զուտ փակագիծի մեջ ասեմ, որ աղեդեն յետքը որոշ մտավորականներ հայ գվերադառնան պոլիս Կոստանդզարյան ներառյալ Հակոբոշյանոնք ովքեր վերաբրած են բնական է եւ ասենք քիչ մը դերս միամիտ հույսերով դարված կսկսին նորեն բանը ստեղծել բոլսո մեջ, հա ոնե որ բարձրավանքը գհիմնվի եւ անշուշտ յետքը կեմալականներ գուկան եւ վերջնապես կվերջանա հարցը եւ գթոնին գցկեն Կոստանդզարյանը Եվրոպա, յետքը Հայաստան, Հակոբոշական միջին արևելք։ Գոհոսինք Հակոբոշականի մասին, որովհետեւ Վայոշականի մասին պիտի խոսենք։ Ուրեմն թատրոնի շուրջ նոր մտածողությունը Լևոն Շանտենզադ դերի ունենա նաև Օշագան, Զարյան, ուրեմն սենք բանավեճի ընդմեջ են։ Եվ Օշագանի թատրոնը հոսքանի մադախպյուր եւս դրած եմ եւ հոս ցանկը ցեզի գուդամ որ շատ հետաքրքրական ուրեմն երևույթ մնե, բավական պատկառելի արտադրություն ներած է, չէ Հակոբոշականի թատրոնի։ Օշագանի թատրոնը ուրիշ դասախոսության նյութ ունե մեկ, երկրորդը ես պիտի ասենք արագ նկարագրեի, որպես ասենք Դոստոևսկյան իմաստով ըմբռնված թատրոն, Դոստոևսկիի վեբի ըմբռնումով պիտի ասենք փորձեի բացատրել Հակոբոշականի թատրոնը, Դոստոևսկին երբ որ Կարամազով եղբայրներ
Հայր Կարնեգը նշեց, չէ, Կարամազով եղբայրների մասին կամ Ռասկոլնիկով ոջի եւ բադիժ գրե, այսինքն հոն վեբը, ասենք Բախտինի համաձայն, վեբը ոչ թե մեկ միադար, միաձայն բադմություն մը գործե դալ, հա, այլ գպեմադրե բախումը այլադար, բազմադար ուժերու, հա, ենթադրենք թե Հակոբ Օշագանի պարագային ասիգա գլա տասագարկային այլադարության մագարտակի վրա, օրինակ Բենքահայրը ուրեմն թատերախաղին մեջ, բայց նաև միջմշակութային կամ բազմամշակութային իմաստով, ասենք թուրքերը եւ հայերը ասոնց հարաբերություն եւ եվրոպացիների ներկայություն։ Ուրեմն Դոստոևսկին չի փորձել լուծել եւ ներդաշնակության հասնել վեբի բանով, հա, վեբի ձևով, այլ կբեմադրե կոնֆլիկտը, այս բանը, այս բայկարը եւ անverջ այդ լարվածությունը։ Նույն ձևի կարելի է մտածել որոշ իմաստներով Հակոբ Օշագանի թատրոնը, որ գործե բեմադրել բայկարը հասարակության միջի այս լարվածությունները։ Հակոբ Օշագանի թատերական արտադրություն բավական բազմազան է, հոն օրինակ որ մեկը ժանրերու դեսանգյունը բավական բազմազան, այսինքն կան այս քնարախաղերը, որ ավելի բանաստեղծական, ասենք ձևի ներքո, նույնիսկ ասենք երկեցիկ բան ունին իրենց մեջ, մինչև որ անշուշտ Կոստան Զարյանի հետ Կոստան Զարյանին գվերաբերի եւ նաեւ հոն կան թուրքերու հետ հարաբերության հարցը, ոչ միայն այսինքն վեբերու մեջ կուզեմ ասեմ Հակոբ Օշագան, այլ նաեւ իր թատերական գործերի մեջ։ Ուրեմն Լևոն Շանտի, եթե ամփոփեմ, փորձեմ ամփոփել, Շանտի թատրոնը, ասենք փիլիսոփայական, խորհրդաբաշխնիչական, ասենք քիչ մասանք բարձեցված ձևով, Հակոբ Օշագանի թատրոնը Կոստան Զարյանի հետ բանավեճին մեջ են, ավելի ասենք բարակդողականության, բեմադրության թատրոնը, որովհետև հասարակությունների մեջ միշտ լարվածություններ եւ չլուծված խնդիրներ կան, ասենք, հա։ Եվ ադոնք է որ պետք է բեմադրվին, որովհետեւ մենք մեր հասարակության մեջ մեր ճշմարտության հետ առնչվենք ինչ-որ իմաստով։ Okay, շատ լավ։ Հիմա անշուշտ Աղեդեն յետքը թատրոնը կշարունակվի, չէ, Միջին Արևելքին մեջ եւ նոր զարգացումներ ալ դեղի կունենան, տարբեր միավորումներ, միություններ կհիմնվին, ձևոնը փորձած եմ, ասենք, նշել կամ ուրեմն հագիրճ, հա, ուրեմն նկարագրել եղածը, օրինակ Պերճ Ֆարզլյանին թերևս դուք անձամբ գճանչնակ հոս Կանադա ի վերջո տեղափոխված են, ընդհանուր գիծով պիտի ասեի, որ թատրոնը Միջին Արևելքի մեջ, հատկապես Լիբանանի մեջ, ավելի մասնագիտական բնույթ կսկսի գրել, հա, այսինքն professional իմաստով, հա, եւ ասիգա գլա այս միություններու, գազམ་ակերպություններու, ուրեմն աշխատանքի արդյունքին, եւ բեմադրիչներ կան, թատերագրներ կան եւ այլն։ Ի վերջո, մանավանդ Պերճ Ֆազլյանի գործունեության արդյունքում որոշ երկխոսություն մը կսկսի արաբ թատրոնի հետ, լիբանանյան թատրոնի հետ եւ հայերը քիչ ավելի, ասենք, երանդուն գերբով կսկսին հոն բեմադրվել, մասնագիծը լալ եւ այլն, առանձնության ձևով այս բادرը կսկսին կամած կանդվել, մինչեւ անշուշտ քաղաքացիական պատերազմը։ Եվ ճիշտ նկատեցիք, ուրեմն այս թարգմանաբար թատրոնի երևույթը շատ կարևոր է, այսինքն զանազան դարադեսակ թատրոն եվրոպային մասնավորապես կբեմադրվեին հայերեն լեզվով։ Այո։ So այս նյութը հետաքրքրական է միայն թե կարծեմ թե դուք ասեցիք թատրոնի մտածողության դեսանգյունեն պետք է այս ամենը դիտվի, թե ինչպիսի թատրոնի մասին գործ ունենք, հա։ Մեկ բան է թարգմանել Շեքսպիրը բեմադրել, ուրիշ բան է փորձել մտածել, թե ինչ է թատրոնը արևմտահայերուս համար, սփյուռքի մեջ եւ այլն եւ այլն։ Ուրեմն, հոս է որ պետք է անդրադարձնենք Վահե Օշագանին, եւ հոս արագ փորձած եմ կեսագրական որոշ գիծեր դալ, որովհետեւ ասենք կարապար ունենանք, ծնած է 1922-ին Բուլղարիա, հոր բանով, ջամփով, Հակոբ Օշագանի ուրեմն հետ, Գիպրոս հայրը Երուսաղեմ, հոս է որ այսինքն այս շրջանին Հակոբ Օշագան կդասավանդեր տարբեր հայկական ուրեմն դպրոցներու մեջ, ի վերջո Երուսաղեմ ավելի երկար կմնա Վահե Օշագան եւ հոնգե գանցնի Փարիզ 46-ին 52 Փարիզ ուրեմն անգլերեն նախ ֆրանսերեն գսորի անշուշտ կողքեն, բայց անգլերեն գրականության բակալորիա գնե եւ ի վերջո կարձանագրի Սորբոնի մեջ, որբիսի պատահական գրականության դոկտորական վերջացնե, հա, ավարտե, որ գլա 56-ի գոհմերը կարձան։
նախքան այդ ուրեմն 52-ին կփոխադրվի Բեյրութ, բայց արդեն Փարիզի շրջաններու մեջ կսկսի բանաստեղծություններ գրել, հա, ինչպես որ գլա Փարիզի մեջ սովորական բան է, եւ կսկսի հրադարագել նաեւ այս բանաստեղծությունը։ Այսինքն գրական առաջին փորձերը անշուշտ արդեն այս Երուսաղեմյան շրջանի մեջ կլա, բայց որպես գրող դառնալու այս ասենք փապագը կամ որոշումը այս վաղ շրջանին արդեն եղած է։ Բեյրութի շրջանը էական շրջան է վայրոշականի համար, հիմա որ բանը, այսինքն մադենագիրքերու ցանկը, եթե ցույց տամ կտեսնեք, սակայն քաղաքացիական պատերազմի սկիզբը գտեափոխվի փոխադրվի Միացյալ Նահանգներ, Ֆիլադելֆիայի սկզբանե, եւ հոն համալսարաններու մեջ կտասան, այսինքն հետաքրքրական գոմն է վահայոշականի, որ շատ չի խոսվիր այս մասին, դասավանդի համալսարանի մեջ լեզու, մշակույթ, փիլիսոփայություն, 3 ձևով, եւ անանք չէ որ հայագիտական կենտրոններ կային այս համալսարաններու մեջ, հաջող մեկ բաշտոն մը գար եւ ձևումը կբերեին եւ այլն եւ գսեին որ դասավանդեր։ Իդեպ վայրոշականը ասենք ինչպես եմ երգիմաստ արժեք ունեցած է հայության համար, մեկ կողմը հարգված եւ բաշխված է որպես համարձակ բանաստեղծ, միշտ կողմը միշտ վախծած են վայրոշականն եւ միշտ չէ որ ընդունած են ինչպես որ պետք է, հա։ Ուրեմն ձևով ասենք Ամերիկայի մեջ օրինակը, ասենք կիսատ դիմավորած են վահայոշական եգուր, բայց քեզի միայն հոս պետք է տանք դերմը, քեզի գրնական չենք, որբիսի այս առիթով, այն առիթով խոսի, սպամը մեզի բացատրես, բայց հոն պիտի գնա մեր հարաբերությունը։ Երբ որ ուսումնասիրենք այս պրոֆեսորական իր այս ասենք կարիերան, հա, իր այս տարիները, հոն կզգանք որ կգանչեն, բայց շատ չեն գանչեր, հա, դերմը կգնա, որովհետեւ բավական համարձակ բանաստեղծ եւ մտավորականի եւ դերմը գուկա որ գարձեն թե չափանցա։ Գալիս է ասենք հանդուրժողական, բայց որոշ լարվածության մթնոլորտ մը կստեղծվի վայրոշականի սեն գործունեությամբ, որպես մտավորական, որպես բանաստեղծ, բայց նաեւ անշուշտ դաշնակցության շարքերը հարած է, ի սկզբանե 40-ականներն ի վեր, այսինքն եւ երբեք չէ ցկած շարքերը։ Մայքարներու եմ ասացած։ Այո, եւ դասավանդած է ուրեմն երդասարտած, դաշնակ, դրոշակի մեջ հոդվածներ ունի եւ այլն եւ այսինքն թակուն, ասենք փոքր բան չի, ասիկա կարևոր գիտմն է վայրոշականի ասենք էության եւ ինքնության։ Ուրեմն դեսնակ այսինքն յետքը ուրեմն Ավստրալիա ի վերջո գտնվի ավելի ասենք լայն մասշտաբներով, հա, շրջանակներու մեջ 50-ամյա հոբելյան մգդոնվի 93-ին եւ նաեւ առիթ կունենա Հայաստան երթալ։ Հատկի առաջ որպես դաշնակ եւ այլն առանձնապես Հայաստանը խորհրդային Հայաստանը խանդավառ չէ եղած դիմավորելու վահայոշականուն, վահայոշականը Հայաստան չէ կացած մինչեւ խորհրդայնության փլուզումը։ Հայաստան, Արցախ, հոն դասախոս է Ստեփանագերտ, նաեւ այդ Սփյուռք Հայաստան գիտաժողովներուն կամ համագումարներուն կմասնակցեք, կարծեմ կոնե 2 անգամ, այսինքն գնալվի որպես Սփյուռքյան մտավորական, հա։ Եվ գմերնի 2000-ին Ֆիլադելֆիա վերադառնալ են յետք։ Հիմա վայրոշականի ասենք արտադրության ամենակարևոր հադորը, ինչպես Մարկ Մշանյանը արտարորեն կնշի, այսինքն քաղաքն է, հա։ 63 թվական Բեյրութ, ատկի առաջ կա Բադուհանը, նորեն բանաստեղծական հադոր, Քարողին ավելի ասենք բազմասեր, այլասեր գրություն մնե, հադոր մնե, նորեն Բեյրութ, Քարողի մեջ է որ լույս դեսած է խանգարված վերելագը, ուրեմն թատերական, փորձարարական աշխատությունը, Ահազան Խուջաբ, նորեն բանաստեղծական գործերեն, Խուջաբը շատ կարևոր է, փախստական թագարդին շուրջ, փախստական արձակ է, պատմվածքներու հավաքածու է, թագարդին շուրջը հոս է, արձակ ուրեմն հադոր է, բայց ավարար 80-ը, ասենք թադրոնի բնույթ ունի, կարծեմ վիգեն տուն հոս բեմադրած եք նույնիսկ։ Չէ, ես չեմ կմտած, մեջի եղած։ Հա, հոս, այո, որպես ընթերցանություն, այո, խոսած ենք այս մասին։ Առաջին անգամ։ Այո, հետաքրքիր է նաև համբույր հադորը, որ Սիդնի լույս տեսած է, հոն նարեգացի ներկա, այսինքն պատմական, կրոնական այս մտածողությունը, խորհրդածությունը ուրեմն գշարունակվի։
Եվ կարևոր է նշել, որ Գրիգոր Բլդյան 17 թվականին խմբագրեց եւ Հայաստան հրադարագեց, ուրեմն Գայաններ հադորը, որը քաղաք ամբողջությամբ խոսել, ինչպես նաեւ նոր պատարագ անդիպ, ուրեմն մինչև այս հադորը անդիպ անշուշտ աշխատությունը, որ թատերական բնույթ ունի եւս ներառված է այս հադորի մեջ։ Ուրեմն կխնդրեմ, որ Հայաստանն բերեք եւ ձեր գրադարաններ, ինչպես նաեւ կենտրոնի գրադարանը ունենաք այս հադոր, եթե չունի կարտը։ Գնալար, որ պետք է նորեն հրադարագվի, որովհետեւ գնա ծախս արդեն սպառված է։ Շատ լավ։ Հիմա դառնանք ուրեմն Վահեշյանի թատերական գործը։ Այս առաջին մատենագրությունը զուտ ընդհանրական էր, հա, ասենք։ Հիմա եթե մոդենանք թատրոնին, ուրեմն կարելի է 4 մասի բաժնել, հա, նախ ասենք թատրոնի մասին դեսաբանական, քննական գրություններ կան, հա, ամենեն գանուխը այս 48 թվականի նայրի մեջ լույս տեսածն է, թատրոնը Սփյուռքի մեջ եւ շարք մնի, ասենք բանաստեղծությունը Սփյուռքի մեջ, լրագրությունը Սփյուռքի մեջ, ասիկա ծեվում հագազեցությունը ինչ որ Հայաստանի մեջ կունենար այդ թվականներուն, երբ որ գրողների միությունը, Զարեվորփունի մյուսներն գրավիրեին Հայաստան եւ գործեին հայկական ասենք մշակութային դաշտի ծեվում գրավել Սփյուռքը դուրս նետելով, հա, ի բարձրան այս ուրեմն հանգամանքին Անդրանիկ Զարուգյան եւ մյուսները մտավորականությունը գործեց Սփյուռքի անկախության բանը ուրեմն ձևավորել եւ Վահեշյան հոն թատրոնի մասին ուրեմն ինչպես պետք է նենք որ թատրոն ունենանք Սփյուռքի մեջ անշուշտ շատ մսենք զարգացած կամ հետաքրքրական մեր մեջ ասիգա բանը չէ այս թատրոնը Սփյուռքի մեջ նաեւ երդասարտական գրությունը պետք է բայց գա այսինքն Ատկեզադ Վահեշյան Բագինի սենք էջերեն ի սկզբանե 62-ի հիմնադրում են ի վեր, այսինքն հոդվածագրական ծավալուն աշխատանքներ ուրեմն հրադարագած է, շարքեր հոդվածներու, օրինակին համար այս բանը եվրոպական եւ ամերիկյան արդի գրականություն 6-7 համար ունի այս շարքը եւ ուրիշ շարքեր կան խորհրդահայ բանաստեղծները, երիտասարդ բանաստեղծները, իդեպ Բայոսեվագին եւ Սիլվա Գաբուդիգյանի դեմ գրություններ եւ այսինքն այս դեմ գրելու հանգամանքը շատ կարեւոր է եւ դարածված է Վահեշյանի համար եւ այս հոդվածներու շարքերի մեջ կարելի է կոնե երկու ուրեմն հոդված առանձնացնել, որոնք թատրոնի մասին են, հա, Սամուել Բեկետի վերաբերյալ այս երդասարդ հային մեջ, կարծեմ Բեկետի մահվան առիթով գրված ուրեմն հոդված մնե, որ կարևոր է, որովհետև Օշագան Վահեն աբսուրդիստ չէ, անհետեթի թատրոնի, ասենք ներկայացուցիչը կամ հետաքրքրվողը եղած է արևելահայերու մոտ, Բեկետեն անհետեթ կարելի է դժվար մտածել, այո, խնդրեմ, անշուշտ ասենք խերջուգրակ բարոյական բանաստեղծություն գրել Բարոսեվակ Վահեշյանի համար բարոյական այսինքն դաս դվելու համար ճիշտ ասե սխալ ասե բարոյաբաշտ իմաստ moralizing իմաստով եւ Վահեշյանի համար ասիկա մեծ խնդիր է որ բանաստեղծ պետք է դաս տա պետք է ճշմարտությունը ասե նույնիսկ եթե ցավալի եւ դանջալի է ճշմարտությունը ընթերցողի համար եւ իսե մանավանդ երբ որ ցավալի եւ դանջալի է Ուրեմն, եւ այս ասանք անգլերեն գսեն իկոնոկլաստիկ, հա, քանդող ուրեմն հոդվածներ Վահեշյան շատ ունի, օրինակին համար 65-ին Եղեռնի առիթով ընդեմ նույնիսկ Դանիել Վարուժան, Գրիգոր Զորաբ եւ այլն, այսինքն ասիկա նաեւ Վահեշյանի ասենք քննադատական եւ Արվեստագետի վարվելակերպի մաս կգազմի, որպես արվեստագետ պետք է կարողանաս բռնել, չէ, ասենք ընթերցողիդ կամ ունկնդրիդ եւ ասիկա անելու համար պետք է ցնցես։ Shock therapy-ն կարևոր ձև մնե Վահեշյանի համար, պետք է ցնցես։ Եվ գահացնակ որ պաշտպանություն Վահեշյանի սուր երբեմն խածնող այո քննադատական խոսքերուն ուրիշներ կան որ նման բաներ կնեն Բարձրապես սկայացում ծնվում կամ esprit de contradiction c'est français որ բարձրապես հագարակը լալու համար վայի մոդա չէ վային իսկապես համոզված է իր սացի չկա չէ եղած Գրիգոր Զորաբ կրակետը ինք համոզված է որ իբրև կրակետ չէ գայացած Գրիգոր Զորաբը նավես որ ադիգա պետք է այո ճանշուր բարձրապես ցեվական չէ Չեմ շերիցը ամուսնացած եւ զավակ ունի։ ով Վայոշը։
Չէ, ու մեկ անգամ Այո, ամուսնալուծված է, այս բերու, հա, եւ մեկ անգամ ինչու վստահ եք, հետաքրքիր է։ Գնաք բացատրել ձեր մի։ Բայց գաբի չէ։ Okay. Այո, կարծեմ վայոշական ամուսնալուծվածը նաև արմդահայ մշակույթն է, գարենք այսպես ասել, այո։ Բայց ինքը երբ որ իբան եկան, բավանողական բան մը քրական Այո։ տասախոսում գուտաբասուրական սրահի մեջ անշուշտ բոլորը ծնծված են գարոր սասունյա սարամբենը թիմացը ուզեն հարցում բանկս է վերջավորության տասավորած է Սարիբյանին հետ որ հազի գվերջանա պիտի հարցում լույսերը գմարել Ասիկա թատերական պեմադրություն 87-ին էր UCLA գնատալության բան մգար իգտար հոներ եւ որ հեսա որ Գրիգորը Մարկը ես իրեն արտիական բան չի մնար որ սկսաբսել որ ասոր քինը պիտի վճարեք եւ այլն հանց բանը ամերիկացի եթե հեսա քրող բիդելաս կսեգոր տաշտային բանը պետք է խմես եւ այլն վայելսի տունամերին արջևենք պետք է կալեն կսեիր հիմա ինչ եղա չէ սա վադիգա ժամանակ է ժողովրդի քինը պետք է տանք այդ ժամանակ այսինքն հարաշիվաններուն գահագասեր կոր ադի նգարակի մասը գազվեր Այսինքն այս հագասություններու մեջ լալ հագասություններով ապրիլ բավական գիտագից ծևով օշականյան բան մնե ասիկա դերևս համաձայնիկ չէ Այն բարակը իրան փոչ կրագանությունն ալ Այո 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 ապրամարա նաև արժեքունի Հիմա գիր խոսենք այդ խնդրականացման մասին այո Այո խնդրեմ Սիլվա Գաբուդիկյանին հետ հիշեցիք որ հետ քննադատած է Սիլվա Գաբուդիկյանին Ինչի շուրջ քննադատած է Սիլվա Գաբուդիկյանին եւ եթե կան այդ քննադատության հոդվածները ուր հիշված է կամ ուր գրված է Հոդվածները բագինի մեջ են մեծամասամբ կամ բագին կամ ազդակ ուրեմն բարբերական թերթերու մեջ ընդհանուր առմամբ հին սերունդի հետ խնդիր ունի Վահայոշականը Պարուսեվակ Սիվական որ այս բռնադիրական խորհրդային համագարկի մեջն են խնդիր ունի Միշտեր ասենք ավելի երիտասարդ բանաստեղծներ Հենրի Գեդոյան, Ռազմիկ Տավոյան եւ այլն գտնուներ եւ դերմը նաեւ Վահայոշական սկսած է ասենք զանազանումը տնել okay այս մարտիկը խորհրդային Հայաստանի մեջն են հողի այս զգացումը ըմբռնում ունին, ուրեմն պետք է ընդունենք որ ձևով պետք է իրենք հողը եւ գյուղը եւ ծառը եւ ջուրը պետք է երկեն որպես բանաստեղծներ։ Միշտեր մենք Սփյուռքի մեջ ունենք այս հողի միստիկը եւ պետք է մենք ուրիշ ձևով մասան գնտ կբաժնել այս հարցերը շուրջ։ Բանաստեղծուհի իբր բանաստեղծուհի Շուշտ արդեն իբր բանաստեղծու, այսինքն որպես բանաստեղծական կրություններում մեջ է որ վայ օշականը քննադատած է։ Ուրեմն դեսագետի Չէ, որպես քննադատ, այսինքն այս հոդվածներու շարքերու մեջ ջրած է։ Այո, որպես բանաստեղծ, ասենք փորձած է իր ձևով իր ուղին բացել, ինչպես բիսային, հա, որպես բանաստեղծ։ Բայց ասիա հետաքրքրական եւ կարեւոր երևույթ է, որովհետեւ ուրեմն Բաղբադերազմյան, հա, Երգատիա վարակույրի պայմաններուն սփյուռքահայ մտավորականը երկխոսությունը գաբահով է խորհրդահայ ուրեմն մշակութային իրականության մեջ։ Ասիկա կարևոր երևույթ է քննադատելով բնականաբար, բայց քննադատությունը հարաբերվելու ձևն է, չէ՞, այսինքն ավելի լավ է քննադատել, քան թե լման մշակույթներն առանձնացնել եւ տարբեր ուղղություններ եղտալ եւ այլն։ Այսինքն այս գոմը օշական վահեն կարևոր է, որովհետեւ ասենք ծրագրային մտածված ուղղություն ունի, այսինքն պետք է մեր մշակույթները այսպես Գարավարենք, ուրեմն պետք է նստին եւ շոթվածների շարք պետք է գրեմ։ Ծրագրված աշխատանքի կապար գա Վահայոշականի մոտ այս շարքերու մեջ, հա։ Եվ այս ծրագրվածությունը նաեւ կշարունակվի այս 87-ին, չէ 84-ին ի վեր Լոս Անջելեսի մեջ այս ասպարեզի մեջ դուրս տեսած գրական քրոնիկներ սյունագյով, հա, սյունագյով, այսինքն թերթի մեջ դուրս տեսած սյունագով եւ հոն, ասենք շարքով նորեն Զանազան հարցերու կանրադառնա, որբիսի սենք սփյուռքյան ներկայություն մտավորական ապահովվի, հա, այսինքն
մամուլի հետ հարաբերությունը ծրագրված ծևով օշականյան երևույթ, այսինքն շատ կարևոր է, պետք է նշել։ Եվ դրամ գշահեր ինչ որ իմաստով, բայց չեմ կարծի որ շատ դրամ գշահեր, ինքը գսեր որ պարզապես չէր ուզել որպեսզի հայ սփյուռքահայ մշակույթը գամավորության, հա, ասենք ծրիաբար աշխատելու հիմունքների վրա զարգանար։ Պետք է եթե մտավորականից, եթե գնստիս աշխատես, պետք է կոնե վճարեն քեզի, ոչ շատ, բայց կոնե քիչիկը պետք է վճարեն։ Արժևորման հարց է վարոշականի մոտ կարծեմ, քան թե ավելի շենք բախտավոր։ Լավ, հիմա ուրեմն կան քննադատությունները, կան թատերգությունները, որոնք նորեն գանուխ են գսկսին 53-ին մեռնողները, Գերվագայցը 53-ին ինքը 20 քանի դա ներեցուն 31 տարեկան է վահայոշական, հա, առաջի ասենք այս ագոստի մեջ հրադարակված Կահիրե Գարձեմ, ուրեմն խանգարված վերելագը Բեյրութ, ավարայությունը Նյու Յորք, Հաբեգիչը Փարիզ, նորարմադը Բեյրութ, վերջի շրջանի եւ տարեդարձ, ասեցինք որ հոդվածներու շարք ունի, չէ՞ վահայոշականը պագինի մեջ, ազդագինը չէ, այլ ասկեզատ նեղ բավական փոքր քանակի, բայց կարևոր ես պիսեի թատերախոսականներ ունի, չէ՞։ Արմադը անշուշտ։ Ցանկի մեջ։ Արմադներ թերևս կամ ցանկի մեջ այո, պետք է ավելցնել։ Նոր արմադը դարբերի արմադը։ Նոր արմադներ, այո, այո։ Արմադը դա քրականի որ թեփքերը Մորիալի մեջ տեղի ունենան։ Չէ, Վարգյան, գարձեմ թե օրենքն է որ ադի գալիս։ Օրենք, այո, օրենք։ Եվ ֆրանսիան։ Ուրեմն այս թատերախոսականները հետաքրքրական են, որովհետև նորեն որպես քննադատ երկրորդ կետի վրա եմ, այդ երկրորդի վրա եմ, որպես քննադատ գարձիկներ կհայտնե ուրեմն տարբեր բեմադրությունների մասին, Պեշվազլյանի մասին եւ այլն եւ այլն։ Կարծեմ այս բանակը եւս քեզի ղրգած են վիգեն, թերևս բանին մեջն է այդ folder-ի մեջ դեր մկալը։ Կխնդրեմ որ նայեք, որովհետև ասենք սուր լեզուն կա վարոշականյան քննադատական, բայց թատրոնի մասին կխոսի եւ հավանաբար բեմադրությունը եղած է, ներկա եղած եւ գարձիկները պիտի գրե եւ պիտի հրադարակե։ Ուրեմն պիտի գդրե տադե, բայց նաեւ քննական որոշ բաներ պիտի արտահայտե ուրեմն այս գործերու մասին։ Եվ նաև այս վերջի շրջանին հատկապես աստղագրական թատերախաղեր եղած է, կարծեմ Ավստրալիա բեմադրված է, Ֆիլադելֆիա գնալալ բեմադրված է, երկրորդ կին արսենեուշական բաներ, ուրեմն դնորեն էր դպրոցներու եւ այս առիթով ինքնալ առիթ, այսինքն հնարավորություն ունեցած է, որպեսզի քիչ մաս աշակերտական բաների հետ աշխատի։ Ասե, հա, թատերական ընդհանուր բանով արտադրությունը եւ հիմա փորձենք որոշ տեսական հարցերուն անդրադառնալ, որովհետեւ ասենք կարողանանք ոչ միայն ընթերցել եւ վայելել, որովհետեւ վայոշականի լեզուն իսկապես անուշ է, այլ մտածել քիչիկ մը ինչ է այս թատերական թատրոնի բնույթը, ինչ է թատրոնը, ձևով ասե մեր հարցումը, հա։ Ընդհանուր առմամբ վայոշականի մոտ, ասենք մեծ, ասենք հագաստությունը կամ գրիվը որ կա, ասիկա արդիականության հինի եւ նորի միջև է, այսպես պիտենք, արդիականություն ուսելով միևնույն ադեն արագմը ավանդության հղացքը կամ երևույթը մեջտեղ գուկա, թերևս նույնիսկ թաքուն ձևով, միշտ լարվածությունը կա ավանդության եւ արդիականության, հա, արագմը եթե առաջ ցածկեմ, օրինակ տարբեր, հիմա որ դատարան յետքը գարտանք, տարբեր թատերախաղեր, ես պիտի տարբեր տեսակի լարվածություններ կբեմադրեն, մասնավորապես, հա, օրինակ մեռնողները հիմնականը գրոնի հետ գործ ունենք, հա, արդիականությունը եւ հինը, այս դեպքում գրոնը, հա, խանգարված վերելագը Մեսրոպ Մաշտոց կորյուն գան հոն, ուրեմն լեզվի այս հիմնավորման բահը որպես պատմական մշակութային դեպք ներողություն, ուրեմն գրավոր մշակույթի ձևավորման բահը որպես ավանդություն, հա, ուրեմն արդիականությունը այդ տեսակ ավանդության թեմ ուրեմն մտածելու առիթ, հա։ Ավարարությունը Վարդան Մամիկոնյան, ավարարի ճակատամարտ, ասիկա պատմական երևույթի հետ գործուն, հավաքականության, չէ, ասենք համար կարևոր պատմական դեպքերու հետ գործուն։ Ահաբեկիչը, որ գրծակ թերևս քիչ մնայել, գնոճական, բայց նաև ընդհանուր ընկերային, գուսակցական եւ այլն հարցերուն կանադառնալ։ Իմ, ասենք ամենեն կարևոր դրույթը, որ բյուզենայի այսօր պաշտպանել, այն է, որ նոր պատարագը, որ վերջին մեծ թատերական գործն է վահայոշականի համար, բայց միայն թատերական չէ, բանաստեղծական կողմ եւս ունի, ձևով կհամախմբե այս բոլոր լարվածությունները եւ նորեն կբեմադրե այս խնդիրը, հա, ինչ կնշանակի լալ արդի ժամանակագից, երբ որ ասանք ավանդություններ եւ
ուրեմն ժառանգություններ գուկան մեզի հետ որպես մշակույթ։ Ձևում ասե Վահեոշյանի հարցը։ Այո։ Ուրեմն, բայց ասիկա հասկանալու համար ուրեմն գուզեմ նաև արագ ուրիշ բանի մասին եւս խոսիլ, ուրեմն թեևս ցեզի զանոթ են Մարկ Նշանյան ցանոթ է ցեզի, բայց բայգինի նախորդ համարին մեջ պարոն Նշանյանը ես եմ միակ Տշնամին եւ Մեսիան ուրեմն խորագրով գարչ բավական, բայց կարևոր միշտ կարևոր ուրեմն գրությունը հրադարագեց եւ հոն Վահեոշյանի մասին խոսքեր տա եւ նաեւ այս նոր պատարագի մասին, որ նոր հրադարագ այս առիթով ձևով գրված է եւ հոն Մարկ Նշանյանը կզանազանը երկու տեսակի գործողություն, հա, Վահեոշյանի ուրեմն գրական արարքներու մեջ։ Նախ ահաբեկչության գործողությունը եւ այս Նշանյանի ահաբեկչությունը բան է, հարցակում է ավանդության դեմ, հա, ասենք, քանդողական բան մգա ահաբեկչության սենք այս գործին մեջ։ Օրինակ, եթե գարտացած եք օձումը հադորը, հա, ներեցում վիբագը, որ այս թագարտին շուրջին մեջն է, հոն սենք երդասարդ քանի մատ հայեր, սյուրքի դարբեր անգյուններ են, Ֆիլադելֆիա եկեղեցի մեջ կփորձեն սրբաբղձական բանը, արարք մնել, հա, ի վերջո կանային շորերը կհանեն, գուզեն ուրեմն մորուկը խուզե եւ այլն եւ այլն։ Ի վերջո իդեպ Վահեոշյանի մոտ ավանդությունը կհաղթե, հաղթական դուրս կգա, սակայն ասիկա այս բեմադրությունն է, հա, որ արդիականությունը, երդասարդ սփյուռքահայերը, որ ասենք ավելի մեկը մարքսիստ է, մյուսը ֆեմինիստ է եւ այլն, կհարցակին ավանդության վրա, հա, եւ գրական գործը, ինչպես նաեւ թատերական գործը կբեմադրի այս հարցակումը, հա, այսինքն պետք է ասել, որ գրականություն եւ թատրոնը այս բaragային ահաբեկչությունն է, որ ընթերցողը նստած կդիտե եւ կընթերցի եւ կզգա գաբրի այս ահաբեկչություն, կմասնակցի նաեւ եւ պետք է դերմը որոշում կայացնի այս ահաբեկչական բանին, արարքին հետ ինչպես պիտի հարաբերվի, ասե հարցը, չէ՞։ Ուրեմն այսօր Հայաստան կսպասի։ Այո, առանց բեմադրելու գալի պարզապես առօրյայի մեջ։ Ուրեմն գիտեսնակ ցնցումի այս գաղափարը, ինչպես նաև ավանդության հետ հարցադրողական կերպով հարաբերվելու գաղափարը, Օշականի մոտ ահաբեկչության այս սենք գրական, թատերական նաև արարքով դերգուն է, ինչպես արդեն այս թատրոնը բարձ է, չէ վերնագիրն է ահաբեկի, չէ հոն ուրիշ բաներ ալ դերգուն է, բայց այս ահաբեկչության արարքը շատ, այսինքն դեսանելի է։ Բայց հոս պարոն Նշանյանը ուրիշ բան ալ մեզի կբացատրե այդ հոդվածին մեջ, մեզի գսե որ ուրեմն հարցակում են զատ Վահեոշյանի մոտ կա նաև խնդրականացման կամ հարցադրման արարքը, որ հեղափոխական բան մնե, եւ հոն կհարցադրվի կամ կխնդրականացմի ոչ թե ավանդությունը, այլ սենք ժամանակի փորձառությունը, պատմական ժամանակի փորձառությունը։ Օրինակի համար գալի է թերևս մտածել ասիգա ավարայրի պարագային, երբ որ այս աբա ժամանակայնությունը մեջտեղ գուկա, չէ, գասնակ այս աբա անաքրոնիզմ, հա, օրինակի համար ավարայությունի մեջ ուրեմն 5-րդ դարի մեջ դեպքեր դերգունենան, բայց on լրագրող մգա, հերաձայն մգա, լուսանկարիչ մգա, գնթադեն, գուսակցության մասին խոսակցություն մգա, ուրեմն բեմադրողը կամ թատերագիրը դիդավորյալ գերբով գհիշեցնե ընթերցողին, որ դուն 5-րդ դարու մեջ չես հոսես եւ հիմա մենք պիտի փորձենք երթալ, բայց նաեւ աբարդյուն եւ անհեթեթ ջիք մբինենք պատմության մեջ երթալու, հա։ Ուրեմն այս աբան ժամանակայնացում առաջին պլան մղելը շատ, այսինքն հարցադրողական խնդրականացման ձևն է, ինչի պատմական ժամանակի, պատմության կարելության կարելի մտածել։ Կարելի է արդյոք անցյալի հետ առնչվել, թե կարելի չի առնչվել։ Բադրանք է արդյոք, երբ որ գմտածենք, թե Վարդան Մամիկոնյանը ինչպես եւ ինչու պետք է գործածելար, թե բադրանք չէ։ Հա, ասիկա պատմական ուրեմն զգացողության, պատմության կարելության խնդրականացումն է։ Եվ պարոն Նշանյանը այս սենք վերլուծության ընթացքում մեզի կբացատրե, որ ի վերջո ինչպես այս նոր պատարագի մեջ կսվի, բայց բադգամ բառը քանի դեղ կա Վահեոշյանի մոտ, նոր արմադի մեջ օրինակ, ի վերջո Վահեոշյան գսե, որ ավանդությունը, այո, հարցական է, հա, եւ պատմական ժամանակն ալ գտնա խնդրականացված ըլալ, բայց բանը կմնա մեզի, հա։ Ինչ կմնա, նախ մենք կմնանք, որպես սփյուռք, ծրված, դարդրնված, տարագրված,
աշխարհի տարբեր անկյունները, հաստատված, ապրող, տարբեր մշակույթներու հետ հարաբերություններ հաստատող ասենք համայնքներ եւ խմբավորումներ, մենք կմնանք եւ բարոն Նշանյանի ուրեմն դրույթով ան որ կբաշխանա, որ նաեւ կմնա լեզուն։ Այս բաղան արմդահայերն է որպես գրական լեզու, բայց անշուշտ արմդահայերն փորձությունների միջով գանցնի, չէ՞։ Գշփվի տարբեր լեզուներու հետ, նոր պայմաններու տակ գշփվի այս զանազան լեզուներու հետ, ձևով եթե չթարգմանե, ուրեմն շատ հավանաբար պիտի մեռնի, ուրեմն պիտի թարգմանե, պիտի առնչվի այլ լեզուներու հետ, թարգմանելով, հա։ Եվ ի վերջո սակայն լեզուն է, որ ըստ պարոն Նշանյանի ձևով այս ձայրը կհասցնե ուրեմն սփյուռքյան փորձառության։ Ես այսինքն բի փորձեի ուրիշ մեկնաբանություն մտալ վահեոշականի այս թատերական գործերում, որ բի նայենք հիմա յետքը թատերեն յետքը։ Ես մի դիսեի, որ թերևս լեզուն չէ, որ բարդադիր կերպով կմնա, կամ երբ որ գսենք լեզուն կմնա, շատ հստակ չէ, թե ինչ է, որ կմնա, երբ որ գսենք, թե լեզուն կմնա։ Ես պիտի առաջարկեի ուրիշ տեսակի մեկնաբանություն վահեոշականի թատրոններուն, այն որ սենք այս փիլիսոփամը գա, հրյա, ուրեմն բայց ֆրանսերեն գրող Էմանուել Լևինաս փիլիսոփան, այն ինչ որ գսվի սենք բարոյականության կամ սենք այլի հետ հարաբերության փորձառությունը, հա։ Ուրեմն հոս պետք է համբերեք 5 վայրկյանոց փակագիծը պիտի բացեմ։ Էմանուել Լևինասը գոյաբաշտ էգզիստենցիալ իմաստով փիլիսոփամն է, բայց սենք մտածող դեսագին, ոչ թե գրգնող, հա։ Եվ որպես այդ Լևինասը փորձած է ընդդիմանալ սենք ավելի սենք գոց փիլիսոփայական համակարգերուն, ասիգա մեծ խնդիրն է Լևինասի։ Լեզուն, մշակույթը, գաղափարախոսությունները, նաև փիլիսոփայությունները, տարբեր սիստեմները, ասենք Հեգելյան մտածողություն, Հայդեգերյան, անուններ կարելի է դարձել մեկը մյուսին վրա, գոց կլան, հա, այսինքն իրենց բանը կհամոզեն եւ միշտ այդ սիստեմը կշարունակվի, հա, եւ այդ սիստեմը քանի որ ասանք գոց համագարկ մնե, ինքը ի վիճակի չէ դեսնելու, հասկանալու այլ փորձառություններ, այլ դեսագետներ, հա, եւ քանի որ ի վիճակի չէ հասկանալու եւ գաբվելու, ուրեմն բրդություն կգործի, այսինքն ձևը գաստրաբաշտական, հա, տիրաբեդողական սիստեմը կդառնա այս մտածողությունը։ So Լևինասի մեծ խնդիրը ասիգա է եւ անշուշտ մեծ ուրեմն ասենք վտանգը կամ թշնամին արևմտյան փիլիսոփայությունն է, մետաֆիզիկան է, հա, եւ անշուշտ ասիգա գլա ինքը հրյա է, չէ, հոլոկոստյան այս ոճագիզման տարիներուն գտեսնի եւ կզգա եւ գաբրի թե ինչպես ասենք եվրոպական փիլիսոփայական մտածողությունը ֆաշականության դեմքով, չէ, կսկսի ավրել եւ քանդել եւ սպանել եւ ջարդել եւ այլն եւ այլն։ Այսինքն վտանգը շատ իրական է Լևինասին համար եւ վտանգի անունը այն է, որ գոց համագարկը ի վիճակի չէ բարոյական լալ, այսինքն հարգել այլին։ Ուրեմն գրոնքը հիմա եթե նայենք ավանդություն, ուրեմն արդիականություն լարվածությունը Լևինասի մոտ առանձնապես լարվածություն չի գա։ Փոխարենը գրոնը, գրոնական փորձառությունը, որ չէ բադվիրանը գա մի սպանիր, չէ, մի սպանիր, գրոնը Լևինասի համար այն հետքն է, որ մնացած է մեզի այս էական բարոյականությունն են, հա, այսինքն հին քրիստոնեությունը անցած կամ Աբրահամյան գրոնները պետք է ասենք, հա, որովհետև հրյականության մեջն է իսլամը եւս, հին գրոնքները ուրեմն անցած, ասենք հետամնաց բաներ չեն, այսինքն չի հավատալ արդիականության եւ ավանդության այս լարմանը։ Փոխարենը գսե որ հին գրոնքներն մեզի հետքը մնացած է եւ ասիգա Աստծո անունով մենք պետք է կարողանանք բարոյական լինել, պետք է հարգենք, հա։ Եվ գտեսնակ որ Բիդի ուզենայի ձևոմը հոս պաշտպանել դրույթը այն, որ ձևոմը իմ գարձկով վահեոշական Լևինասյան թատերագիրմն է ինձ ես պիտի սեի, ասիկա բիդի ուզենայի սենք ձևոմը միասին մտածենք, հա, հիմա որ պադարագը, նոր պադարագը նայենք, ամենավերջի բաժինը նայենք, հոնդեղ մը գա ուր ուրեմն արվեստագետը գծկե աստծուն, միստիկին եւ այլն եւ կդառնա, ում կդառնա, մարդոց կդառնա, գսե դուք մնացած եք, մենք մնացած ենք, հա, եւ մենք պետք է կարողանանք սկզբնական ձևով միասին ձևով ապրել։ Իմ բանս այն է, որ ասիկա Լևինասյան տեսակի մոդեցումն է, երբ որ Աստված բանման գծկես, բայց կդառնաս մարդոց եւ գսես որ մենք պետք է կարողանանք
հիմա որ հոսենք, ծրված ենք եւ այլն, մենք պետք է կարողանանք բարոյական ձևով ապրել, այսինքն մեկս հարգելով պետք է ապրենք։ Ես արագ բան ունիմ, ասենք գարչ մեջբերումն է նույնիսկ ունիմ Լևինասին, որովհետեւ քիչ ավելի լավ կարողանամ բացատրել թե ինչ նկատի ունիմ։ Ուրեմն այս հռչակավոր գիրքը կա Totality Infini, ուրեմն ամբողջություն եւ անհունություն, հա, եւ հոն Լևինասը մեզ գսե որ դեմք իր համար այս բարոյական հարաբերության ասենք հետքը կամ կարելությունը ոչ թե նիշը, այլ իմաստը, ասենք համագարկերն են որ գոց կլան, հա, հետքը կամ կարելությունը մարդու դեմքն է, երբ որ մենք մեզի գնայինք, իրար գնայինք եւ գաբը բարոյական բանը կհաստատվի մեր միջև։ Գզգանք որ ես ներկա եմ, բայց տունալ ներկա ես, հա։ Ուրեմն ես ըստ Լևինասի նախքան լեզվային, փիլիսոփայական, ուրեմն համագարկների գործիլը նշանական, չէ, science system բիդի ասենք, նշաններու համագարկը, վերկայացնողական representational system, ասիկա լեզուն է ըստ Լևինասի։ Նախքան լեզվային այս տարածքի մեջ մտնելը, արդեն մենք մեզի նայելով ավելի սկզբնական, նախնական, բարոյական, ուրեմն հարաբերության մեջ կհայտնվենք, ասել Լևինասը։ Եվ այս հարաբերության անունը, բայց ոչ իմաստը կամ նշանը դեմքն է, վիզաժ, հա, ֆրանսերեն։ Ուրեմն դեմք արդեն լեզու բառերեն առաջ, արդեն լեզու բառերեն առաջ, հա։ Մարդկային դեմքի սկզբնական լեզու, այս իմաստով սկզբնական, որ նախքան փիլիսոփայելը արդեն բարոյական հարաբերության մեջ ենք ձևով։ Բարոյականությունը զուրկ, որ ինքզին կուդա կամ նեցու գլա, ինչու նեցու գլա աշխարհի հadouk անուններու դիտոսեն սերերու դակ։ Այսինքն լեզուն կարելի դարձնողը, մտածողությունը, փիլիսոփայությունը կարելի դարձնողը բարոյական հարաբերությունն է ըստ Լևինասի, հա։ Եվ ասիգա մենք հասկանանք նաև ըստ Լևինասի, որ բազմական բաժին ունի Լևինասը, երբ որ գրոնքները ձևով արդիականություն կմտնենք, երբ որ գրոնքները կսկսին քիչիկը նահանջել, ստվերիդակ ինալ եւ այլն, այս ավելի էական բարոյականությունն է, որ մեջտեղ գուկա, ըստ Լևինասի, հա։ Հիմա մի առաջարկի որ մենք վահեոշական ընթերցենք Լևինասի ասենք ձևով աչքերով, կարծեմ թե իրավունք ունենք, որովհետև ինչպես սկիզբը ասեցի, վահեոշական գոյաբաշտ, հա, ուրեմն մտածող է, արվեստագետ է, էգզիստենցիալիստ իմաստով, որոնց համար, այսինքն սիստեմները փիլիսոփայական շատ կարևոր չեն, փորձառությունն է կարևոր, փորձառությունը ամենեն կարևորը մահվան ենթալենք փորձառությունը, որը մեզի մեր եսեն, հա, մեր սովորական առօրյա եսեն դուրս կնետե։ Այսպես, Լևինաս եւս էգզիստենցիալիստ, այսինքն գոյաբաշտ փիլիսոփան է, որ այդ հոսանքներեն գուկա եւ այս ուրեմն ձևով հետաքրքրական է կարծեմ այս ուրեմն զրույցը զարգացնել։ Լիտվանիա ծնած է, այո, եւ ռուսերեն գիտած է, Դոստոևսկի գարտացած է ռուսերեն, չէ, վերջի, բայց բավական երկար ապրավ մինչև 2000-ական, չեմ գրած թիվերը, այո, Լևինաս, բայց գուզեմ վերջի խոսնալ ասել, քանի որ նշեցի պարոն Նշանյանի մասին, Մարկ Նշանյանի մասին, կարծեմ թե այս սպյուրքյան փորձառությունը որպես սկզբնական այլության, հա, օդարության հետ սկզբնական ուրեմն փորձառության վերադարձ, սպյուրքը որպես սկզբնական այլի հետ հարաբերության փորձառության վերադարձ, հետաքրքրական է մտածել Լևինասյան տեսանկյունեն, եւ հոն մեզի հարց տալ, թե երբ որ պարոն Նշանյանը գսե վերաբրող լեզվի հղացքը ինչքանով կարելի է մտածել կամ գաբակցել այս Լևինասյան նախ սկզբնական լեզվի կաղապարին հետ, հա, որովհետև կարծեմ համաձայն ենք, երբ որ սպյուրք ենք, երբ որ դարադրված ենք, այլի հետ հարաբերությունը քիչ ավելի սուր, բիլիսեի ավելի խորքային արմատական է, քան թե երբ որ երկիր ունիս, տարածություն ունիս, քիչ մեկս մեկուս հետ ենք, ամենքս մեկուս հետ ենք, այլը դուրսն է, չէ, սահմանեն դուրսն է, pedagogan սահմանեն դուրսն է, լեզվային սահմանեն դուրսն է։ Հոգևոր հայրենիք։ Ոչ թե հոգե ենթարենք, եթե իրական հայրենիք ունիս, քիչ այլը սահմանի մյուս կողմը գրծած ես նետել, հա, ուրեմն բարդավոր չես առօրյա կամ ասենք ծայրահեղական արմատական ձևով միշտ այլության հետ հարաբերվել, հա։ Միշտ բիլիսեի որ Լևինասի մոտ այլ սպյուրքյան փորձառությունը որպես այլության հետ հարաբերություն մտածելու դերը կուտա թե ինչպիսի
սկզբնական բարոյական կամ լեզվային փորձառության հետ կապ։ Լավ, ուրեմն դատարկ առնենք։ Շատ լավ։ Ուրեմն շնորհակալություն։ Ուզեմ հետևյալ հետագանությունը որտեղ գրել, նախ մեռնողներեն որոշ գդորներ գարտալ 53-55 թատերախաղերեն, յետ կխանգարված վերելագը, ավայարություն, գնալալ որ ավայարությունը չունիկ, գնացածքին կամ թիթև մխոսինք, ահաբեգիչը եւ նոր բադարակ, հա, հետեւյալ ձևով ուրեմն հեղինակ ահաբեգիչը թատերախաղ երկու դեսարանով դերագադարներ Բայձար Հակոբյան Հայգինը բիսեի կարծեմ թե հոսպիսի ժամանակից կամ ներկա Հայգինը դերասանին բուն անձը Սեդա Բարիկյան բեմական անձը ուրեմն ինչ տեղի ունենա հոս ունի մեկ հոգի ասենք հա մեկը գա ով եւ թատերական անձն է եւ ցանկի ասենք իսկական անձն է հետեւաբար վարաշական կփորձե քանդել ավանդական թատրոնի մեկ կարևոր կառույցը ասիկա Գերբարի միադարությունը Գերբարը միադար չէ դու ասենք թվեմ իմ գծածով թե ինչպես կքանդվի հա թատրոնը երկրորդ հեղինակը ներկա հեղինակը ասա քանդումի ձև մեջ չէ հեղինակը պետք չէ որ ներկա լա թատրոնի մեջ պետք է գրե եւ կողքի քաշվի եւ թատրոնը պետք է ընթանա ուրեմն կտնե վարաշական հեղինակը թատրոնի մեջ հա ասիկա գլա նաեւ գարձեմ մեկ կամ գոնե մեկ այլ թատերախաղի մեջ եւս ահաբեգիչին յուրահատուկ չէ ասիկա հա օքեյ հեղինակը ներկա է եւ գսե Ոևե հայ գրագետ, հա, որ այս ոևեն կարևոր է, այսինքն հավաքական բան մը գահոս, հա, մշակույթի հանդեպ հավաքական գնահատական մն է, որ գուզե դվածը լա հոշականի թատրոնը, հա, գապ չունի թե որ հեղինակը, ոևե հայ հեղինակ, հա, գրագետ։ Okay, հիմա գարտանք բանը, այս դասավորության առանջմանի բահը, որ գսե թե ով ինչպես կլա եւ այլն, աբեգիջի ֆանտեզի մն է, նաեւ դրամը, որոնց համերաշ ագուցումը գհաջողի եթե երկուքնա լուրջի առնվին, որն ֆանտեզի եւ դրամը թերևս կարելի մտածել ավելի իրաբաշտ իմաստով, թատրոնը, հա, ֆանտեզին ավելի երևակայության գոմը գերտա, այսինքն մեկը պետք է մտածել թերևս որ ճշմարտության հետ գործ ունի, մյուսը ավելի սուդի հորինվածքի, հա, հերվենալով ճշմարտությունը։ Ուրեմն այս լարվածությունը միշտ կա եւ գիտակցությունը կա հոշականի մոտ, հա, թատրոնը ճշմարիտ է թե ճշմարիտ չէ, դա իրաբաշտ է թե իրաբաշտ չէ, հա։ Նորեն գարտամ, ահաբեգիջի ֆանտեզի մն է եւ նաեւ դրամը, որոնց համերաշ հագուցումը կարելի է համերաշ հագուցում ստանալ համերաշ հագուցումը կհաջողի, եթե երկուքնա լուրջի առնվեն, թե հանրության եւ թե բեմադրիչին գողմե, ասենք մարդահրավեր մնե ձևով նետված։ Մեկ դերասանին նույն ադեն երկու տարբեր անձերու դերերը խաղալու դժվարությունը, հարթելու բարդականությունն ու հաջույքը բեմադրինն է։ Բարդականություն եւ հաջույքը։ Շարունակեմ, ահաբեգիչին վայրին Ավստրալիա եւ Սիդնի քաղաքը լալը պետք է փոխվի համաձայն այն երկրին ու քաղաքին, ուր կներկայացվի ան։ Ասալ գսվեր չէ ոևե հայ գրագետ, ոևե հայկական գաղութ, չէ։ Հա, օքեյ։ Հիմա եթե Լևինասյան բանով մտածենք ձևով, ասիկա այսպես է Լևինասյան պահ մգահոս, այն իմաստով որ գապ չունի թե որ այլն է, հա, այստեղ եթե այնտեղ, ասիկա կարևոր չէ, կարևորը այն է որ այլության տարբեր հասարակության մեջ այլ հասարակություններու կամ մշակույթների հարաբերության հանգամանքն է կարևոր։ Ես պիտի ասիկա այսպես մեկնաբանել։ Նույնը Բիմբլ անունը, որ Սիդնի արվարձաններին մեկն է, գնալ Վալե ըսա Վիգենը այս թաղամասի անունը, չեմ գիտեր եւ այլն, ուրիշ թաղամասեր գնանք փոխել անունը։ Հաղին մեջի հեղինակը գրնա հանդիսադեսներուն առաջին շարքին ենթրոն նստիլ, որբեսի այդ տեսարանի մեջ, առաջին տեսարանի մեջ իր խոսքին ձայնը գարնա հավասարապես բեմին եւ հանրության հասնին։ Ուրեմն հիմա երրորդ քանդումը պիտի սեի, երրորդ կարծեմ, մեկ Գերբարի քանդումը դեղ ունեցավ, չէ, չորրորդը պիտի սեի, գրագեդը կապ չունի թե որ գրագեդն է քանդում, վայրը կապ չունի, հա, քանդում եւ հիմա
հիմա 4-րդ բադի քանդումն է, չէ՞, այդ թատերական 4-րդ բադը կա։ Բեմը եւ կա լսարանը, ներկաները եւ այլն, ադալ պիտի քանդվի, չէ՞։ Մեջ իր խոսքին ցայնը կարողանա հավասարապես բեմին ու հանրության հասնել, հա, հեղինակը հոն է մեկ, արդեն արդարոց տարօրինակ երևույթ է, բայց նաեւ գխոսի եւ ներկաներուն եւ դերախաղացներուն հետ։ Անժելը գրնա որևէ մեկ տեղ նստիլ, Սոֆին եւ Էլիզին հերաձայնին խոսակցություններ դրված են գրության մեջ միայն օգնելու համար դերասանին, գաբելույր խոսքին շեշտ ընկալու չեն ի լսածին իմաստին ու տոնին հետ, ձևով ասիկա, ասենք պրագմատիկ բան մը գահոս, կարելի է սակայն հերաձայնի խցիկ մը հարդարել, բեմին մեկ անգյունը կամ բեմեն դուրս, սրային մեջ դեղմը, լուսարցակի տակ առնել իբր, երբ Էլիզը հոն է, ձայնասպյուրով բերել անոր խոսքը հանրության ու անհետացնել, երբ պետք չգա ադոր։ Ուրեմն Օշագանի թատրոնի գործերու մեջ հաջող այս ջարդարվեստական սարքերը ներկա են եւ գխորհրդանշեն արդիականությունը։ Եվ արդիականության խորհրդանշման ձևերն մեկը բացական ներկան բացակա դարձնելը կամ բացակա ներկայությունն, այսինքն դու հոս չես, բայց քո ձայնդ հասանելի է, հա։ Արդիականություն ներկայի բացակայությունն է կամ բացակայության ներկայությունն է, ձևով Օշագանի մոտ, հա։ Սարքերու միջոցով։ Եվ հոս կխաղա, այսինքն բերել խցիկը, դնել բեմին գողքը հերաձայնը կամ դուրսեն պարզապես սայնը լսվի եւ այլն։ Այո, ճիշտ, բայց ասիկա գերտա խանգարված վերելագին, գերտա բոլոր նույնիսկ ամենեն գանուխ այս մեռնողներ թատերախաղին մեջ էլ այս բանը գա, այս արդիական ցայնը, մեդաղի ցայնը եւ այլն։ Okay։ Արդեն առաջին տեսան մեջ այդ երկխոսության նպատակը ժամանակ տալ է հանրության, որ տակավ գդրվի դուրսի աշխարհեն ու կենտրոնացնի իր ուշադրությունը խաղին վրա, okay։ Բոլոր հատուկ անունները փոփոխելի են, նոր են, գապ չունի ու ովքեր են, ասիկա էմպիրիսիստ պիտի սեի, այսինքն այնքան ադեն, որ այլության հետ հարաբերություն կա, արդեն, okay, շատ լավ, հա։ Փոփոխել են հարմարելու համար երկրի հատկանիշներուն բացի սեդայեն, մեգումը անունը, գոնե հատուկ անունը բահած է վայոշական, լույսի խաղեր ու ենթախորքի երաժշտություն հանձնարարելի են, հա, okay։ Հիմա առաջին բաժինը բեմը կներկայացնի պզդիկ մաքուր սենյակը, բազնոցը, բազգաթոր, սեանինգը կովերան հերաձայնի գործիկ, աչ անգյունը հերադեսիլի գործիկ, բադին բզդիկ գլոր հայելիմը, խորքին, ասիկա հարդարանքն է բեմին, ընդհանուր գիծերով, ցուրդ է հունիս ամիսի եւ այլն, բայձարը գուկա, հասնանք այս բայձարի հարցը որն է, հիմա եթե մյուս էջը դարձնենք, ես գսվի հոս, ուրեմն երկրորդ էջին վրա եմ ես, ինչ որ է ես Բեյրութեն եմ, Էշրեֆիեն հարուս ռամգավարի աղջիկ գխնդա, գուգեն աղկա տաշնակցանի դղա, գուգեն եթե չեք գիդեր, ամուսինես է գամաս տիրեն Էրիկ Մարտես, այս մարդ բարը գհնչե շեշտավոր, կհասնա, որ քիչ մը 5 գլուխ է, բաբային ժառանգած է, կսիրեմ այդ գիզերի մեջ, բայց դաշնակցական չէ, Փառք Աստծո, ասանք ընկերային այս հանգամանքներուն կանրադառնա սիրելի Վահե Օշագան, Գուրգեն ճարտարագետ է, ինժեներ եւ լավ հոգ կդանի իրեն, լա ջաշի սեղանը գիշեր անգողին, լա դուրսը բարգամներով 4 զավակ դված եմ իրեն, տունը հայերեն, ասանք սադրիչ բաներ մը կան, չէ, թեթև իմաստով Վահե Օշագանի մոտ, գխոսենք, ինչ գիտամ երջանիկ այս սա ամբողջը, Որ ասենք, չսեմ ավանդական, բայց սովորական քաղքենի, հա, բուրժուա իրականության մեջ կհայտնվենք, Օշագանի բեմադրությամբ։ Ասիկա բայձարն է, բայց նույն բայձարը նաև սեդան է, չէ, երկու գերբար են, հա, հիմա երկրորդը, բայց ես ուրիշ մեկն եմ, սեդան է խոսողը, Սեդա Բարիքյան, գրագետին երևակայության մեջ ստեղծված մեկը, հիմա հոս գուկանք, արվեստի արարքին մասին խոսում բիլա, գրագետի երևակայության մարմնավորումն է, հա, բեմին վրա, բեմին մեջ, գրագետի երևակայության մեջ ստեղծված մեկը եւ ան է, հեղինակն է, որ զիս հոս դրած է այս գիշեր, հա, Ուզած է գնե ինձի իր կերին եմ, հարջը մետրեսը գճարճարը զիս գձեձե գսիրահարի հետս, սիրավանի հետս, գմերցնե նորեն գյանք կուդա, բերանս բարեր կտնե, որ երբեմ սխալ են, բայց մեյմը, որ ելած եմ իր երվագայութեն են, ազատ կզգամ ինքս ինքս, ասիկա կարևոր է, և ասիկա զուտ Օշագանյան երևույթ մը չէ, ասենք երբ որ
արևմուտքի մեջ ավանդական թատրոնը կքանդեն, հաջող գերբարները անկախություն կհրճագեն եւ կսցին բանել իրենց։ Ինչու՞ ասան գերվագարական բادرանքի ձևով, բայց ազատության կաղապարն է։ Այսինքն այո, գերբարն է, որ կանջադվի հեղինակի ինչ են հեղինակութեն են։ Չէ՞, հեղինակը հեղինակության այս իմաստը։ Այս կարևոր է որ ասանք խնդրականացման մագարտակներ կբերեն, հա, այսինքն ավանդական իրաբաշխ թատրոնը 3 բաթ, չէ, ունկնդրիհոս առանձին, չպիտի շփվիս դու լսանին հետ, դու պետք է դերդ խաղաս եւ երթաս, իրենք պետք է զգան եւ ապրում ունենան եւ երթան, հա։ Այդ բոլոր գառուցը գրծածին չափ կամ իր յուրահատուկ ձևով կքանդե բարոյական, հա։ Կանդվել է ետքը հարցական է թե ինչ տեղի կունենա, հա, երբ որ ասան կփորձի այս դրամաբանությունները ձայրը հասնել, հա։ Okay, հետո դերագործեմ Royal North Shore հիվանդանոցը, սեդան է, այդպես ուզած է հեղինակը, բան չեմ հասկնար դերագործեն եւ ուգադեմ հիվանդանոցներ, բայց ինչ ունեմ ան է դերս եւ այլն Ուժով գին լալ գրավիչ կարուն գինը բարդ խառնվածքով անկախ ու խելացի, ան գխորի թե հայ գիները առհասարակ շարական չեն, տապակ են, բայց գոց անգույն կյանքեր գաբրին, դոլմա գհոդին եւ ամուսինս ոչ թե բուրգեն այլ նշանը, բարեկյան նշան համաձայն է իրեն, սակայն գիտեմ որ սխալ են երկուքն ալ, շատ փորձեցի համոզել, չեղավ ես լավ գճանչնամ բայձարը, տապակ մապակ գերեվի, բայց շատ խորունգ անձի մաքուր սրդով բարի։ Ուրեմն հոս վարշականեն մեկ ուրիշ բան մեջտեղ կա, այս կնոջական հարցերն են, ձևով ասենք երկխոսություն մնե, ասենք արևմուտքի հետ, Եվրոպայի հետ, ֆեմինիստական, գնոջական շարժումներու հետ, ազատության հարցը գա հոս, մարմինի հարցը գա, ցանկության հարցը գա։ Այդ բոլորը բերե ասենք արևմտահայերեն թատրոնի մեջ, հա։ Նա հոս է աբեկչությունը արդեն սկսած է, չէ, ավանդության թեմ, հա, եկեղեցական, ընտանեկան, համայնքային, հավաքական եւ այլն եւ այլն։ Ինչ որ հետաքրքրական է հոս, գոնե ինձի համար, այդ ուրեմն աբեկչական արարքին սենք զարգացումն է, հա։ Ինչպես կլասի գա, եթե քիչ առաջ սատկինք, հեղինակի եւ սեդայի մեջ որոշ երկխոսություն կսկսի, հա։ 13-ի վրա, այո։ Մենայիմ օրինակ եթե երթանք 5-րդ էջը քիչ տանդաղով ալ չափը անցուցի լրե հիմա ասան գրիմը գա հեղինակի եւ սեդային միջև խոր լրություն ոտքի գելե սեդա սիգարետ մը գվարե նորեն ու գխոսի ժողովրդին շատ հանդարտ գխոսի ժողովրդին շատ հանդարտ Էլիզին դագնապը գջանչնակ Էլիզը Մաքսուդյան սեդրագին գինը հանդեսներուն ընդունելություններն ես չեմ գիտեր ես ինչ գիտնամ ամեն կարևոր բանին առաջին շարքն է երգանը հետ խելքը գլուխը սիրտը դեղը բարգես չարկաշահի դանդիգինն է հոս հիմա սրային մեջ տասնյակներով գան իրեն բես ասիկա այդ հարաբերությունն է որ շարունակաբար կբնդվի որ հաստատվի լսարանին հետ հա երեք մեկ հայ իդեալ գինն է երեքեն մեկ հայ իդեալ գինն է Դանելի երջանկությունը դուրսեն նայից բան չես նշմարեր, բայց ներսը պտած է, մեկ ահավոր անբուժելի վերք մը գա, Էլիզը էրը ինչ է չէ ջանչսած, եկ ներություն չեմ հասկնար, իգական սերեն չէ, հոյագապ տանդիգին գնի գումայր, բայց գին ոչ, հիմա, ետկա հղումը գա, սրպուի դուսաբին մայդյան գհիշեցն է, ասանք գրագան հղումը գա, հոս, այդ ֆեմինիստական, գրոչական գրագանության, Ինչ փոխված է 120 տարի արխիվան վրա, կհարցնեն մեր մեջ են զարգացածներ, որոնք գիտեն թե ով էր Մայդան, ինչ էր իր դերդը, շատ քիչ բան, ավաղ շահագործումը, բռնությունը կբացին այսօր հավանաբար, սակայն մնացյալը սիրո անաբադը, որ հայ գինը առանց դրդրի գդրե կամ ամբողջ կյանքին ընթացքին կարգվել է առաջ ու մանավանդ վերջը ասեք նայեմ։ Ուրեմն հոս Ուրիշ բամը առաջ կուկա վայոշական են, այս ահաբեկչության են ետք, ասիկա սիրո կաղապարն է։
չեմ գիտի, ավանդական չէ, լալիկ չէ, բայց ձևոմը գործե փրկել ահաբեկչության գաղափար վարոշական, ասել որ դերմը, սերմը գոյություն կգնա ունենալ, ասեք քիչ հագա անեթեթ բան մնա, երբ որ եթե գոյապաշտ հեղինակ ես, հա, եթե ամեն ինչ իմաստ չունի, իմաստը գփախի գորմիշտ, ուրեմն սիրո իմաստը որն է, հարց բիդի դանք մենք մեզի, չէ, սակայն Փրկարարական բան մը գա, փրկիչ բան մը գա, որ դերմը գրնա սերը լալ, հա, վարաշականի մոտ, հոս է, Ֆրոյդը չէ, որ գսեր, թե գուսակցական մդերմության և միասերական ցանկության միջև շատ նմանություններ կան, ինչ որ մեր այս ղեկավար դարը, իր ազգային պարտականությունը կատարած ուշ գիշերձուխով ու աղմուկով գլուխը լեցուն բաղ ու մութ տուն կդառնա, մինչ այդ գինի և զավակներ ինչ կտեսնես իր մեջ սեր, զգուրգուրան ներմություն, հետարկություն ոչի, ասիկա այդ սադրիչ բանն է, չէ, գարկերուն, համայնքի արեմդահա և այլն, դեմ, okay. Ինչ կլա վերջում, սեդան ինչ կնե, սեդան ինքնինց գսպան է, չէ, հրացանով, լավ, գուզեմ անպայման նոր պատարագին անդրադառնալ, գիտեմ, որ չունիք, բայց կրնամ արագ մը բացատրել, հա, քիչիկ մը, թե ինչ կլա գոր, Ուրեմն հետարկական կարգով ձևով Գրիգոր Բլդյան նոր պատարագի սկիզբը դրած է բանաստեղծություն, որ գոչվի փոխան աղոթքի, հա, որ վարաշական հրադարագած է Պագինին մեջ 62-ին առաջի համարի մեջ, ամենաառաջի Պագինի համարին մեջ, հա։ Դերոս երկու գդորմը գարտամ փոխան աղոթքեն, այսինքն հոս գրոնքի հացն է, հասկանանք, չէ։ Ոչ սունգի են, ոչ բազգադարած ներ աշխարհը Պարագձի մեջ, ոչ չլա թե արգահադիս, բանի մեջ եմ գրընթաց ու չեմ ալ աղոթեր, ոչ իսկ խոնար եմ կամ ինքնամփոփ, այլ գկալեմ, բորոդին բես, աբրողները եզերքեն, փողոցեն, շփոթ ու գորշ գիտակցության մը հորդած։ Այս չափ, ինձի համար կարևոր չէ ով է լալդ, ուր է լալդ, կամ անունդ, մեզի համար որ հազիվ գանք, հողեն օտին գես ջամփուն, կարևոր է լալդ է, ուրեմն գաս, պետք է լաս կոնետուն, ով անածական ու անմագբայ, անգխագիր ժամանակագիր, քիչ մասիկա նարեգացու գերտա, այս։ Գբավե ու կավելնա, ալ ինչ պետք ունիս, որ հավադամ քեզ դեր գոչեմ, այս երոտին աղոթքմն է, բայց ուրիշ իմաստով, ծրի փառք տամ, հավասար, ինչպես ենք մենք մարտերս, ինչպես է ան իմ աշխարհս, ծխախոդի գող կրդված պարապ դուպը, գզխես վերջինս է գգիսվինք, անձիր ձովը ցայներու մինչև ագանջ էջը, ագանջ մեջը սուզված, շարժումներու եւ ձևերու չվերջացող ու ֆանտաստիկ հեքիաթը երեք խնձոնը երբ պիտի ինան, իրականությունը զոր սալարգել են բառերով, զորս երբ հանեմ։ Ամեն մեկունդագը վիհ կբացվի, իմաստները, հացները, սուտ կրբաններ, որ հավանաբար բան մը գա, մարդիկ անթիվ իմ աշխարհից արձագուրտի կացած են, գործը թողած քարդուղարին, որ դուրը գղբաց կհեռախոսե անտատար, գործը թողած դռնաբանին, ասան գերտա, հա։ Ուրեմն կարևոր այն է, որ օշագանի միտքին մեջ, ասենք արդիական աղոթքի գաղափար մը գա, որ հագասական է, բնական է, չէ։ Ինչպես կնա աղոթքը արդիականը լա, կամ ասենք գրոնը գմերժես, ժամանակակից հասարակության մեջ կգաբրիս, կամ ալ ավանդության մեջ է ձևով, հա։ Այս է, բանաստեղծությունը այս հագասության մեջտեղն է, որ տեղի կունենա, փոխան աղոթքի։ Ասկե ետքը գուկա իստ որ գասեն ուրեմն շարքը, որ 13 կամ 14 գդոր է բանաստեղծական, եւ յուրաքանչյուր գդոր կսկսվի հայմերի մեկ տողեն, հա։ Ուրեմն ասալ այս գրոնի հետ հարաբերության խնդրականացման մաս կգազմե, բնական է։ Հորիզոնին մեջ եւ նաեւ բանը ցուցադրված է բիլիսեի Սան Ֆրանցիսկոյի աշակի նկարներուն հետ, որ Փարիզա բնակ հայ նկարիչը եղած է։ Հիմա գմորնամ 80-ականներուն պետք է, 80-ականների վերջերը պետք է լա։ Եվ հորիզոնի մեջ լույս տեսած է։ Okay, ուրեմն սադրիչ այս արդիական աղոթքի գաղափարը կշարունակվի, կսկսվի ամեն յուրաքանչյուր ուրեմն բանաստեղծություն կսկսի հայր մեր, այսինքն մեկ դողն հայր մեր, որ հերգինս է, Սուրբ Եղեցի անուն քո եւ այլն, եկես արքայություն քո։ Առաջին են գարտամ, հա, հայր մեր տուն գիտեր հավանաբար թե բոլորս բիջեր ենք, լկտի բոբիկ ներդված փողոց սլկդալու գաղնի գաղ,
եւ փառք տալու, որ ծներ են քրաշներու, արգազներու, վհուկներու խաղերով, սուդի բախտի լրդեսներու տավերով, ճշմարության մութ արգանդի սենյակներեն շեչելելով, թևեր բացեր ինչ փնդրելու մինչև մա, որու ելքին թերմինուսիը նստարանին մեզ գսվասեն անգասկած, դարագուդակ համբերությամբ ճիշտ հոր մբես եւ կամ հոն չես, երբեք հոն չես եղած, դուն շողշողուն հերախոսի գուփ խցիկ բենզին բաշխող մեքենա եւ այլն։ Երբեք հոն չես եղած, այսինքն Աստված գացած է, հա։ Հիմա ըստ Վահեոշագանի այս իսկ որ գասեն բանաստեղծությունների շարքը, որ բեմադրված եւ հրադարակված է, սադրիչը լալով, հա, ասենք տրամադրությունը գստեղծե նոր պատարագ ավելի ընդարձակ աշխատության։ Հոսքը բացադրյա դիգա։ Գսե սակայն պատրաստություն մնե, որ ինքնին ամբողջություն մը կգազմի առանց պատգամին իսկ, հա, եւ քիչ մը ասանք շփոթություն մը գա կարծեմ Վահեոշականի մոտ, մեկ գլավոր գոչի ասիգա պատգամ, գլավոր գոչի նոր պատարագը փոխանաղոթքի արդիական աղոթքի իմաստն է, չէ նորեն, պատգամը ձևով մը վերջը ինչ կմնա, հա, երբ որ այս բոլորը կքանդվին ինչ կմնա, այս իմաստով պատգամը, չէ։ Okay. Հիմա ավասիկ ուրեմն նոր պատարագը, որ հոս է։ Հոս կուզեմ արագ մը բացատրել դասավորվածությունը բիլիսեի, հա, arrangement, բեմական այս ձայներու գառույցը։ Ուրեմն նոր պատարագը որևէ վայր դեղի ունենա, որևէ վայր գրնա դեղի ունենալ, նորեն որևէ վայր, որոնց կարգին նաև եկեղեցի մեջ։ Որևէ վայր։ Անոր գադարյալ ներկայացման համար անհրաժեշտ են առնվազն 6 տարբեր մարդկային ինքնություններու ձայները, հետևյալ բաժանումով։ Ձայն առաջին քրիստոնեության աստվածը։ Ձայն երկրորդ արդի արվեստագելը։ Երրորդ մարդկությունը 3 տարբեր ձայներով, 3 այբ եւ պեն։ Ձայն չորրորդ երդասարդ սերունդը, որ ասանք շվարած մեկն է այս երդասարդը խաղին մեջ, եւ ձայն հինգերորդ միստիկը։ Միստիկը հետ խնդիր գա, որովհետեւ միստիկը չի ուզեր մտածել, գուզե զգալ եւ ապրիլ այս հավատքի, ճիշտ գասկածելի աշխարհին մեջ։ Ձայն 6-րդ դիեզերքի աստվածը։ Ձայնագիր մեքենայի միջոցով, այսինքն բացակայ է դիեզերքի արվասկը, բայց արդի աջարդարվեսություն ներգա գտարցն է բացակայ դիեզերքի աստվածը։ Հոս Գրիգոր Բլեդյանը բացատրեմ էզի կարծեմ թե չէ հրադարակած, որ քիչ մասանք հին աստվածապանական բան մը գա, որ կարծեմ հին աշխարհի մեջ այս հերեդիգոսներ գային, հիմա գմորնամ Մանիքիուսը ինչ անուն մը գա, հերեդիգոս քրիստոնեության հերեդիգոսության հոս մը գա, որ գմտածեր որ Աստված անըմբռնելի է, ամեն բան մը չես կնան ասվել, ում չես կնան նույնիսկ աղոթել հարաբերվիլ հետ, քիչ մասանք ծայրահեղական բացասական աստվածաբանության ներկայացուցիչներ, negative theology իմաստով, կարծեմ թե անգլերեն այսինքն ավելի տարածված բանաձևումն է։ Օշական այս երկությունը կբեր, այսինքն քրիստոնեության աստվածը ավելի մարդկայնացված անթրոպոմորֆիկ աստվածն է, թերևս նիչեական իմաստով, հա, միշտեր գա ավելի տիեզերական աստվածը, որ բացարձակին, այնքան բացարձակ է, որ նույնիսկ դժվար է հարաբերության մտածել։ Այս երկությունը գա։ Նոր պատարագին կենսական մասնակցություն կբեր նաև արդիական երաժշտությունը, արդիական, նոր պատարագի մեջ գործի նաև աչքը, որ երևակայության վրձինն է, ու կպատրաստե հանդիսավայրը։ Այսինքն այս աչքի գաղափարը կա Օշագանի թատրոններում մեջ, եւ իսե Գոյաբաց թատրոնի մեջ կա ընդհանուր։ Աչքը հաջող կերտա գիտակցության գաղափարին եւ նաեւ այս ֆիքսիայի, ֆիքշնի գաղափարն, երևակայության գաղափարը, այսինքն բան ասենք նկարելու կամ տեսնելու բան մը կա։ Երկու տեսակ աչք կա, նախ աչք մեկը, որ կգործե տիեզերական բեմ, կգծե տիեզերական բեմը, որ արդիական եւ արմեդյան ոստանի մեջ կզետեղվի եւ որ պատգամին ծիրն է, ուրեմն կա տիեզերքը, երկրորդ աչքը, որ կկենտրոնանա նոր պատարագի ամիջական յուրոյին միջավայրին վրա, որ սփյուռքահայ գաղութք մնա։ Հոս ուրեմն տիեզերականը եւ մասնահատուկ հայկականը գողկողքի կան։ Եվ ասկա շատ կարեւոր է։ 20-րդ դարու վերջին տասնամյակին։ Ուրեմն սփյուռքյան գոյավիճակ եւ փորձառություն եւ տիեզերականը գաբ ունին ըստ երևույթին, հա։ Ասենք
բանը գա, գրիվը գա, արվեստագետի միջև, աստծու միջև, մարդկության, երդասարդ սերունդի միջև, ասե որ կբեմադրվի նոր պատարագի մեջ, հա? Լավ։ Սկիզբները արվեստագետը գսե հավաքվել ենք 20 տարու ծախողանքը չապելու, քրիստոնեության ծախողանքի մասին է, որպես, ասենք, փորձառություն, չապելու, հանցավորը բաժելու, ու նոր սկիզբեն փորձը ընելու ապրելու։ Արվեստագետին ուրեմն դրված է այս տերը։ Աստված կբալասխանե, լուր է նախ, գլուխը գախ հետո կվերցնե ու բարձր գխոսի, լավ, գարժլությունը, սկիզբեն մենք շատ հինեն զիրար գդանք ճանչեցանք, երբ մացարներու, գրուզներեն, ձվեններեն ամբերու ժամանակը գծներ, կհասուննար վերքին հետ, որ ես բացի մարդոց մեջ, ժամանակը գծներ, այսինքն պարոն Նշանյանը պիտի ուզենար նշել, որովհետև այսինքն պատմական փորձառության հետ գործ ունենք, քրիստոնեության ժամանակի հետ գործ ունենք, հա։ Ձևով մեզի համար դժվար է պատմականությունը մտածել քրիստոնեությունն առաջ, որովհետև ամբողջ այդ աստվածաբանական վերջավորության մտածողությունը գուկա վաղճանաբանական բիլիսեր հայր կառնիկը քրիստոնեության հետ, ուրեմն պատմության գաղափարը քրիստոնեական իմաստ ունի, ասե։ Ինչպես? Եթե քրիստոնյա ես։ Հա, բայց քանի որ քրիստոնեությունը շատ դարածված եւ տիրական դեր խաղացած է մշակույթի մեջ, ասենք արևմուտքի մեջ, գրնաս նաեւ քրիստոնյա չլա, բայց ուզես այդ մշակույթի մեջն ես։ Այս իմաստով է որ քրիստոնեությունը գշարունակե իր, ասենք, բանը, ազդեցությունը։ Բայց այսինքն նշենք քանի մատ հատկանիշներ քրիստոնեական ժամանակի, չէ՞, Քրիստոսի երկրորդ գալուստը բիլիսենք, հա, այցելությունը կամ երկրորդ դադը, հա, ուրեմն ժամանակի փորձառություն է։ Հիմա մենք հոսենք, մշակույթը կստեղծենք, հավաքականություն եւ այլն, բայց տրամաբանությունը գա, մեր փորձառությունը ուղղվածություն ունի։ Մենք հadoop ժամանակի մեջ ենք, հա, ժամանակայնացության փորձառություն մը հոսում։ Հավատացյալները գործեն միշտ մերժել մարմինը, չէ, մեղքը եւ այլն, իրենք ուրեմն գործեն միշտ ցածկել առօրյայի գենթանի ասենք ժամանակեն, հա, դեպի հավատքի ժամանակը։ Ուրեմն պետք է միշտ ավելի ուշադիր լան հավատացյալներ, որբիսի այդ գալուստը Քրիստոսի կարողանան ճիշտ դիմավորել, այսպես, հա։ So քրիստոնեությունը ժամանակի փորձառությունը գտնե, ասե հարցը։ Սկիզբեն ես եմ միակ հանցավոր անիծյալը եւ հիմա Աստված քիչ մը ասենք մեղքի զգացում ունի։ Ես եմ միակ հանցավոր անիծյալը, չկա ինձի թողություն ոչ ալներուն ոչ իսկ բարև։ Ես աբեղա փիլոնաթող խարդախ նոդար, կինու զավակ լքած փախած սրիգա, ես սուտ վգա կաշարակեր պաշտոնյա, ես մասնանենք, բայց ավոր գրված է, դարկական է վարշականի լեզուն, ես մաքսանենք առավ փախավ մարմնը վաճար որսագող, ես բիջերու նախարար, ես տավաջան կրգնակ լրդես, double agent, կրգնակ լրդես, աստվածը, մարդկային աստվածը, քրիստոնեական աստվածը, կազինոյի պախտախաղի սեղանները ծեզմե կախնի սարքեր եմ, ալ ծանզրացը այսքան ադեն ծեզ խապել են ու հեգնել են, հիմա եգեր ծեզմե ներում ու թողություն գհայցեմ։ Ասերութին աստված բեմադրության մեջ աստված գանչված է և գսեմ որ գներեք ես ծեզի 20 տար խապած է։ Թադրոն է, ասը թադրոն է, հա։ Այո, աստված է որ կտադե սովորաբար, բայց հիմա աստուն տադելու ժամանակ է եկած է, նոր ժամանակն է ասում։ Հեղինակի վրա։ Աղերսանքս կեզի գուղեմ սյունին դագը համեցող հիմար շուկ կամ ով որ է սեղանինքով մարդու հբարդ կերբարանք, ահա, հիմա ասիկա երկրորդ բանն է, մարդու կապ, ով է այս ով է ինչ է մարդը լալը, մարդու հբարդ կերբարանք, դուն հոն ես հոս պաշտոնական անձանոտներ, հերու խզյալ իրար մե, երկուքս ալ բաջեր են տադաբարդեր օդարության, Աստված մեղանչելու ժամանակը նաև մարդկության համար մեղանչելու, որովհետև հավատացած են իր հարաբերությունը հաստատած են 20 տար, չէ՞։ Օդարության սրդերուս մեջ պիտի նայենք, բայց չջանչնանք ինքս ինքնիս, ու արցալով թե ով է այս
սա վարգյանները գհրե իրար յեդև քեզ հեգնելով գբահվդին։ Նորեն ժամանակի հարցը ինչպիսի ժամանակի մեջ ենք հիմա։ Եթե քրիստոնեական ժամանակը կվերջանա, ուր ենք հիմա մենք ժամանակի տեսանկյունով։ Իրար յեդև քեզ հեգնելով գբահվդին, որ չգնաս օրը ինչպես գիշերը գլա, ինչպես կյանքը մավան գիր կգվազե, խելագորույս սիրահարի նման, բայց չի հասնիր, բան անverջ առաջին իսկ երկվարգյանեն կբարբվեր, բայց չէր հադներ, այլ միշտ նույն ներկոտրած արցան անել ջամփու ընդերքին, ես ալ քեզբես չեմ հասկնար ինչ գլագոր, ես ալ մարդ եմ, սիրդունին գզարուրիմ խորհուրդներեն։ Աստված գսե ես ալ մարդ եմ։ Խղճա վրաս մեղքսիր ինձ մեկ ախնիկզիս գնքերեք մգրդեր փատեր բադրած բարերով, ոս լեզվի հարցը գուկա բարերով, հավատացեք ողորմելի բան մնեմ ես, բայց զիս Աստված գոչերեք, հրաշագեղ պատմություններ հնարեք իմ մասի, սահմանազանց իշխանություն ու գիտություն դվերեք ինձ, արերեք ինձ դրեր ծայր աղոթքներու երկերու, հերուն ամեն սիրտի աղաչանքի ձեռքերը, բայց ես հիվանդ որպե վարի բանվոր մնեմ, գմսիմ հոս միս մինագս, ավասիկ Աստված։ Voilà. Okay, հիմա Աստված ասանք իր սենք փաստարկները կներկայացնե բեմին վրա, հա։ Ուզեմ արագ ցածկիլ քիչ առաջ։ Ուրեմն հոն մարդկությունը կբողոքե գսե ինձ մեզիալ խապածեք, ինչպես կարելի է որ հավատացած ենք, շարունակվի ասիկ այսպես, հա։ Երիտասարդը գխոսի գուզե որ բաժածը լան նոր իմաստ գուզե եւ այլն, ասիկա հասկանալի է, քիչ մը գծաղրե երիտասարդ սերունդին, հոն վայովշական կարծեմ։ Ինչպես ինչ իմաստով։ Որ միամիտ է երիտասարդ եւ գուզե իմաստ, ասանք չոջուխի պես, մանչի պես կսպասե որ պետք է բացատրեն իրեն թե ինչ է իմաստը։ Եվ ասիկա խնդալու է վայովշականի համար, որ ինչպես է իմաստ չկա, ինչ իրավունքով եւ այլն։ Ոս միստիկը գա, միստիկի խոսքեն արագ մը գարտամ, ուրեմն, արվեստագետը գսե, բայց դեր հույս կա, վերջին ծայնը չմարած խոսք մը վանք մը պրգելու, հույս մը գա։ Միստիկ ուր է ինչ գսեի, արվեստագետ, հագանեխված աշխարներեն մեղքերու և մարտերու ծեփված կյանքի ձպտումներով ու վախնալով թե անգարող հայելի նայելու մեջտեղ ինգե առանձնությունը գվող բայր չեմ գիտեր թե հերոս մնես թե սուրբ մնլոք միստիկ եւ արվեստագետ հա գնաք նաեւ ձևով մտածել նարեգացի մասին կարելի է մտածել բայց միստիկը բալասան է բայց ադիգա պարզ աղեդն է մարտը լալու բուն տժող կաստո շուրջ գշինվի, որ աստված է, ինչ աստված, մարդկություն և արվեստագետը գոսին, բայց ան գնաց ալ չգա, միստիկ աստված ձերք է երգարած, գեդնի ցեխեն գվերցնե ուխտավորը բարդասուն, ոտքի վրա կտնե, հետո ձերքը գլվա, վրան ձեռնոց գանցնե ու կամած մի ետ կհրե ուխտավորը ետ ցեխին մեջ, որ չլա թե երես առնես մդերմանաս իր գախնիկին մոդենաս, միստիկը գախնաբաշն է, չէ, գախնիկի շուրջ իր ամբողջ փորձառությունը կազմակերպե, որովհետև որքան սիրես, այնքան ջղջիմ ողորմելի կդառնաս, այնքան արգելք կստեղծես։ Արգելք արվեստագետը կպատասխանե, արգելք, որու քեզի անոր ինձի գբորա հետո հանգարց լուր է, ինչպես լալ, Աստված բռներ գրգերեզիս ու գսեղմե սարի քարայր իսրդին մեջ գզնգրդամ գսարին սարսրամ աչք բանալու գսոսկամ խենթությունը նշան գնե բան մը գսե չեմ հասկնար սերը միայն ապրելի անե լեզուն որ գխոսին լեզվեն անդին ասկա հետարկական է միստիկը գսե որ սեր գա հա սերը միայն ապրելի անե լեզուն որ գխոսին լեզվեն անդին սերը միակ լուցկին է քարանձավը ստակցնելու դեսնելու բայց մադները սարերն անգարող են զայն բռնելու կամ արգելքին դպնալու Հիմա վերջավորության ցածկեմ, ուրեմն արվեստագետն է վերջավորության, հա, ձևով ամենեն կարևոր դերը դրված է արվեստագետին, որ զարմանալի չէ մեկ կողմ է, բայց հարցը թե ինչ է արվեստագետի դերը մյուս կողմը, հա։ Hey դուք մարդիկ Սասունցի Դավիթի պես բանը գա, այսինքն առասպելական որակներ կան, hey դուք մարդիկ զովը կան ամբաստանյալն ու դադավոր այս դրամին, դուք Հեգ միամից ջրանջեր ասին անդին անգիդագից կսահիկ, ճշմարության մագերեսին դագերը ինչ վիթխարի քաոսներ կան, անգիդության
լուսնոդության ու խենթության, քանի անդուն կբահվդի, ձեզի գսեմ ամեն ինչ, հրաշքի մեջ թաթխված կփալփլակ, խանութներու ցուցափեղկեր ձեզ դրեր են, բայց նույն ադեն գդողանցեք այս աշխարհի մայթերեն եւ կվախնամ հանգարց ստապիկ կախարտանքեն ու գիտնակ թե իրական չեք եւ ոչ ասուտ, այլ բարձապես չենք գիդեր, ուրեմն չենք գիդերին կհասնենք, լավ։ Ես եկած եմ ահազանգը հնչեցնել, արվեստագետը շարունակե, հսկայական ագանաբադ պղպջակներ պայթեցնել, քնաշրջիկ բազմություններ արտնցնել, ես եմ միակ ձեր թշնամին ու մեսիան, ալ ձեզ ինչպես ետ տուն ջամփեմ։ Ես չեմ օրհներ, չեմ աղոթեր, չեմ պատկամեր, չեմ մախտեր, ես չեմ խապեր, միայն գսեմ մաքուր խոսքեր լույսի, հույսի սիրո մասին, մեր ճիղերեն ու գարշ միտքեն շինված շաղախ մարդկային, ես կխոսիմ հին բրուտին կորովագին մադներեն, թաց ափերուն հբում են գհամենա տագավին, ջագադագրի գիձերուն մեջ հայության։ Ուրեմն արվեստագետը ասանք տիեզերական եւ ոչ հայկական եւ այլ նյութերեն, մեգեն գուկա հայության մասին գխոսի։ Լուր է գրգին կպանա թևերը կդառնա բազմության ու շուրջիներուն եւ կդառնա բազմության եւ շուրջիներուն եւ հետաքրքրական է հոսվարաշականի լեզուն, որովհետեւ գործածվի բազմություն բառը, ձևով անգազմակերպ հավաքականությունը կամ անինքնություն մշակույթը բազմությունն է։ Բազմությունը, այսինքն հոգնագիտության վրա է շեշտը դրված, երբ որ արվեստը կամ իմաստը կամ թատրոնը գայանա, դերևս բազմությունը որոշ ինքնություն կարողանա ստանալ։ Այդ բառը կարևոր բազմություն է, ոչ թե ասենք հավաքականություն է եւ այլն։ Եվ շուրջիներուն երթակ բարով, բայց 4 բացեք աչքերնից չգործվիկ տիեզերքի գրիհներու թնջուգին մեջ, որ կձեր են կադագելով արտիստները ձեր բիբերուն յեդին գայնած, անխոս մռայլ ոստիգան մգեցեր է, զգուշ եղեք, չհավատակ իր սածին ետ գսդե, խրտվիլագի նման մարդ մնե անբարզաբես։ Ուրեմն գզգուշացնե արվեստագետը, որպեսզի չավադան, ինչու բիսեի սենք միամիտ փիլիսոփայություններու չավադան։ 1. Քիչ մը Լևինասյան իմաստը, որպեսզի համագարկը գոց չլա, բաց լա, ծանր լրություն գլուխը բարձր կհայդարե։ Ես իմ գործս կդարեցի, ահազանգը հիշեցեք եւ նորեն հայության կդառնա, ով հայություն, մանրանագար սկզբնադիպը մարդկության, մանրանագար սկզբնադիպը մարդկության։ Հայության հետ այս թատերգությունը, բեմադրությունը միայն հայության հարցը չէ, այլ ձևով մարդկության գերտա, ըստ Վարուշականի։ Դարերի վեր ձեռեր կեդին հողին մեջ են յանքի իմաստ կփնտրես եւ կամ դարձեր դեպի երկինք անմա հորմը ջինջ ապադգամին կսպասես, մենք քեզ գուտանք ազատության բանալին, մարդկություն պետք է ազատ լա, արվեստագետը պատգամն է ասիգա։ Եվ քիչ մը աղ մարդ ծնելու վերքին վրա, ցավ եւ դարաբան գուտանք քեզի, որ դու մնաս ազատ արթուն եւ զո չերտաս աստվածային հեքիաթներուն, կամ մարդկային դրախտներուն, զգուշացումն է ասիգա, երթակ բարով ահազանգով, եւ ասիգա ձևոմը թատրոնը գվերջանա եւ արվեստագետը գուղվի լսարանին, ասե որ գսեմ ես, բիսեի, հա, այս Լևինասյան բանը կա, որ գմնանք մենք ձևոմը, բայց մենք լալու համար պետք է ուշադրելանք մեր այլություններուն ձևոմը։ Ես պիտի այսպես մենաբանեի, եւ դերևս հիմա գնանք վերջացնել եւ եթե ուզեք քննարկենք ավելի։ Հավանաբար հարցում։ Հա, հարցումների ձևով։ Այո։ Ասիգա թեմատների չէ, դարձածների։ Այո։ Այսինքն որպեսի գայանաս ամը ընկալել, դինստիս պարապարվիգարտաս եւ ժամանակը պիդարնես մդազելու Այո։ Պենին վրա ամբողջովին անհետետ Մտածողական թատրոն գնանք ասել, ասենք սկզբանե, բայց կարծեմ թե կարելի է, այսինքն ինչու՞ չէ, հա։ Ես պիտի ուզենայի որ գոնե փորձենք բեմադրվել։ Այո։ Եկեղեցու մեջ օրինակ։ այսերը սայպարակային Այո։ ունտիներն հետ հարաբերելով, այսինքն երկու պարդարտարևեր պահմը գենալով եւ դերևս մեկը պահմը բիդիսյան դերեն։ Այս սերնակ։ Այո։ Գամ լավակույնը պիտի լավ որ
նախապես ամեն հանդիսադես կարդացած եւ որ կա արդեն ընկալելու պատրաստ այ որս գնալը կբադայի երբ որ տեսնես անմիջապես չես հասկանալ կարդալով մեկ անգամ կարդալը չկա Պետրոս Ես ինչ-որ կարդացի բան կա նկարեցի ասիմ սկացումս է որ բայ օշագանը իր մեջ հատկանշական է խիրջը եւ երավարայությունը խիրջը, ահա Գուզեք, չմ ավելի երևակայությունը շատ Հա խիրջը առաջ խիրջն է խիրջը դարաբաց դարաբանկեն ելած երավարյան ասպանը ներկայացուց ասի մեկ, ասի իմ սկացումս Այո, անշիշտ որ ծեզիսի երկրորդը ահապեգիչներու մասին որ ներկայացուց դոնալա սխան են նույնանման չէ որ հիմակվա ասկույնավոր հեղափոխությունները գլան Վստահ չեմ այսինքն, բայց կարելի է մտածել, որ Օշագանի այս ահաբեկչության մասին այս այսինքն այդ երիտասարդները որ եկեղեցին մտան եւ բրդեցին եւ այլն պոպուլար բայց թերևս ես ուրիշ պոպուլիստ ավելի չեն հայրենով ինչ կսեն պոպուլիստին չեմ գիտեր ժողովրդաբաշտ bis չեմ գիտեր պոպուլիստ շարժումները հեղափոխություններում մեծ մասը քաղաքական օրենքազմակերպված բաներ են պոպուլիստ երիտասարդությունները գավակեգով Խոս ավելի խորքային է հարցը Նաև Պետրոս պետք է նկատի ունենաս, որ ահապեգիչը սելով թերորիստ պետք չի հասկանաս Այո ահապեգիչը ուրիշ իմաստուն Կանտողի իմաստուն Ես այդ իմաստով գնալաս ճիշտ ձևով չգրծա պատադել այդ իմաստ կանտորներ Այս շարժումները որ գլակո կանտոր են մարդասպան չեն բայց կանտենգո Այո այդ իմաստով օքեյ Այդ իմաստով ես մոդել Աստեղ իսված ավելի քոյաբաշտական քոյաբաշտ է իր խոսածուրը ավելի հերու երթանի խորհրդամաշնության եւ երևակայության երթաշարժ քոյութենը դուրս ելն Այսինքն խորհրդաբաշները գնամ երկու խոսք ասեմ խորհրդաբաշները ասենք որն է տարբերությունը գոյապաշների եւ խորհրդաբաշներու հա ասենք ավելի քոյությունը պետք է շեշտել Հա չէ խորհրդաբաշները գսեն որ խորհուրդ մը գա այսինքն իմաստ մը գա սակայն դժվար է մեգեն բռնել հա ուրեմն պետք է սիմվոլներ են պետք մեզի սիմվոլներ խորհուրդներ են պետք մեզի հա բայց գոյապաշները գսեն իմաստ չկա հա մորցիր խորհուրդներու մասին Դրանց քիչ ինդրայական Հա Ժողովրդահաճ այո Վայն բամոնի եւ որտեղ բանասրությունում ես առանցին անգլիան կալով մարտը ես դիտացող բանի Միշինքը առանցին է դապեր ծևով եւ քանի որ առանցին է դապեր ծևով դասով բնական ապրանքոչ բաները ստեղծվի բայց ինքը ինչպես բանասրությամբ սկսավ կոնտրականացնել բանասրությունը Հապիչը տադոնը աշխալանքը գադար է Այո ամեն ինչ կոնտրականացնել եւ այլ քեզի մտածել կուտա իրականության մեջ այդ բոլոր բաներու մասին որ ասենք գահաբարված են կամ քեզի եկած են նախապես ապա մասին մտածել կուտա վայեն եւ ինքը այդ բարակային շատ հստակորեն գիտե հագարակալով որ երբեմն եւ որ սկսի մարամասնել ընդհանուր ուղղությունը գա բայց գարդես նույնիսկ մեխանիզմի այս մեխանիկ քրկրելու բանին այդ ուղղությունը ունի եւ սկսի գերել պատկերները Այսինքն ես հա Ադորամար հաջող նաեւ հագասուներ է բայց առանցին հատուկ երևույթ է Ճիշտ քրագանության մեջ վայեն եւ իրականության մեջ ինքն է որ Հայաստանը լա կամ սպիրկը լա ես ամենամեկ քրագանությունը նկատեմ առաջինն է որ իսկապես այս խնդրականացումի հարցը դեռ է բնասության մեջ հատկապես նաև թատրոնի մեջ այսինքն ինքն առաջին է եւ հիմա Հայաստանը չմար այ բաներ այ իմաստով որ դառնելով ասենք Եթե սոցիալիստական իրավաբանության փերը գար իրենց վրա եւ եթե դարբեր ֆամիլիար գասկազելի եւ չէին դեպեր
ոչ միայն չէին դեպի դե քրոյներում միության անդամ չէ շերժար։ Այսինքն այդ գաղաբարի մեջ չէին գնալ ազատություն ունենալ այս բոլորը մտածելու։ Եվ այս իմաստով պետք է բային տեսնել, հիմա գրնալը, որ շատերը ամբողջությամբ պանչերին հանգիստ չսկացին, բայց բային պիտի գարտած, հաջող պիտի գարտած։ Եվ ինքը բարեբախտաբար նաև այս հարցերու մասին կգրեք, կմտածեք, օգտվածերու մասին եւ այլ ինչ-որ։ Հետո ամենակարևորը բույս բանը, որ իրեն համար սպյուրկա ադերգիր չայերգիր է։ Այսինքն ասելով մտածենք։ Որ այսօր իրականություն է։ Այսինքն այո շատ մանավանդ հիմա ավելի գանտառնանք ինչ-որ Հայաստանի մեջ ենք վերաբերում գստել սպյուրկին գալան, որ մենք օգի։ Հայրիկան թե փական փոլիկ բան, բայց մենք ասին այսինքն իրականության մեջ ճիշտ է որ հայրը առաջիններն է որ սպյուրկը մտածեց, բայց ինքը իրապես սպյուրկը քննարկող, մտածող, հարցադրող քերինակն է։ Եվ ասենք ամենամեծ ներսում հայ իրականության մեջ։ Այո։ Այսինքն թերևս կրծած էզի, ասենք, ինչպես է համոզել, որ կարևոր դատերգություններն արվեստի գործեր են այս գործերը մեկ, կարևոր են, որովհետև համարձակ են, մտածելու առիթ կուտան, հա, լեզուն իսկապես հոյակապ է, այսինքն բանաստեղծական է, բայց ոչ սովորական վեհ իմաստով, այլ ասենք այդ լեզվի կենդանի իմաստով բանաստեղծական է, խոսակցական արևմտահայերենը շատ անուշիկ ձևով ներկա է, վահեի ուրեմն բանաստեղծական գրություններու մեջ եւ այլն։ Եվ նաև կարծեմ շահեկան բիլեր յետեսենք բադադենք շանթի եւ Հակոբ Օշակյանի հետ թերևս քիչ մի դժվար է, բայց ավելի ծանոթ եք հավանաբար շանթի Լևոն Շանթի ուրեմն թատերգություններուն նորեն on եւս ասենք մտածողություն մը գա, բայց հոս ուրիշ տեսակի, ավելի համարձակ, ավելի քանդողական անհամբեր, բայց դրական իմաստով բան մը գա Վահե Օշակյանի թատրոնի մեջ։ Այդ դեսանգյունեն ինձ համար հրաշալի գործ են, այսինքն ճկնաղ շատ կարևոր, շատ մեծ արժեք ունեն այս գործերը։ Այսինքն չի նշանակի, որ պետք է ասենք գրորեն բարձրապես կարդանք եւ հիանանք, այլ պետք է փորձենք մտածել, ինչ որ ասենք պարոն Նշանյանը գնա կամ ես համեստ կերպով գսեմ պետք է թերևս Լևինաս բերենք եւ հարց տանք թե այս արարքները գրական արվեստային որ գնե օքեյ գոյապաշտական են կամ գոյութենաբաշտական եթե գուզես վիգեն եւ այլն բայց ի վերջո ինչ տեսակ թատրոնի հետ գործ ունենք կարծեմ թե ասենք Լևինասը բիզի մեզի օգներ որ հասկանանք ի վերջո ինչ տեսակ թատրոնի հետ գործ ունենք եւ վերջում ասեմ նախքան ձեզ լսելը լավ բիլա որ ուրիշները թատերգություններ գրեն արմդահայերենին մեջ եւ նաեւ ի նկատի ունեն այն եղածը հա այս տեսակ թատրոն եւս արդադրված բեմադրված է ինչ որ չափով եւ այլն արմդահայերեն Այսինքն ասենք հույներու մոտ իտալական հույները անոնք որոնք իրենց երկրի մեջ չեն այո նույնիսկ քրեականը ինչ ծավով դիզեսն է աս զարգացումը այո օրինակ սպյուրք բառը իսկ բերցնելով այո անոնք դիասպորա հա այո Ձևոմը երբ որ ես սկսեմ որ Լևինաս պետք է գարտանք, ձևոմը հրյական մեկնաբանություն մը գուդամ կամ կոնե Աբրահամյան, հա, Վահե Օշակյանին։ Եվ այս տեսանկյունը հետաքրքրական բիլար թարգմանել չեմ գտեր, յիդիշ պետք է թարգմանենք Վահե Օշակյանին կամ ուրիշ ասենք սփյուռքյան ավելի լեզվով մը թարգմանել հետաքրքրական բիլար։ Բայց այո, հրյական մեկնաբանություն է տվածս։ Ուրիշ հարցում համեցեք Ես գարի արի գրնալ իր ապրած կյանքը մեկնած ասպիսի բաներ գրած ինչ որ գտեսնան որ մանկության Երուսաղեմ ապրած է չէ այդ Երուսաղեմը փուն գրոնական վայրն է այո այո մեկ
վերջը Ֆրանսա, վերջը Ամերիկա, վերջը Լիբանան, արդեն հիշես դոլմայի մասին։ Ադալգա արևելքի հետ կապված բանը։ Այսինքն միջավայրը դարձել միջավայրերու մեջ ապրած է սելով ամեն մեկ միջավայրը ամեն մեկ քաոտի հոգեվիճակը ձևով ներկայացած է ասկերի մեջ ասի գարձիկ է այո լավ է այո հարցումը դերևս բոլորը սխալի բայց ուշական է թե կամպես ամենից ուզեց որ ադոր փոխարեն պամշինի այո ուզեց որբիսի մենք հարցադրողական համայնք ունենանք հարցումներն անցին պամշինենք մենք պիտի դուք պիտի հիմա պիտի որոշենք ձևով ասանք գացություն մգստեղծի վարաշան հիմա պիտի որոշենք հա եթե համաձայնի գրնա երկու շաբաթ յետ կփոխենք մեր որոշում բայց հիմա պիտի որոշենք եւ այսպես պիտի ապրենք ասա որ եթե քանթեց հարցադրումը թե ինչ պիտի ենենք արդեն կառուցողական է որովհետեւ կարծես ինչ պիտի ենենք փամնելու դրամատուրգիա հետեւաբար կառուցողական կդառնա քանդվածը բանոմը փոխարինել եւ նաեւ հրավեր մը գա որ հրավիրե մարտոց որ եկեք ձևով հանձնարարու եղեք ստանձնեցեք ձեր իրականությունը ապրելու մտածելու հավաքական իմաստով միայն ընտանեկանը բավարար չէ եւ այլն հավաքական ինքնության իմաստով փորձի այս տարածքը բացել այս հրավերի միջոցով որովհետեւ լանք բայց հիները հարցականի տակ տնելու այսպես ես ուրիշ զգացում ունեմ որ ես ազգազեն անտին կտվի մայրս այսինքն իր նկարակած այո ժամանակը իմս չայս այդ զգացում այո իմին զալ չէ այո Տատաներն մենք պասի մեջ խանդավառություն կա Արցախի հարցով այո բայց ես Արիո վերջին տարին է բայց Երևանից ավել աստին շատ փոփոխված բայց կարծեմ տատաներու մեջ որ ինչ որ կա եթե իրականության մեջ իր ստեղծածը իր իրականությունն է հիմնական ինչ որ գսե այդ աշխատանքը որ ստեղծած է հիմա մենք եւ որ 20-25 տարեկան էինք վային համար պարասեությունները նախ եթե նոր մանչուը գարտակ եւ այլն Բեյրութ Փարիզը գարտակ նախ այդ բոլոր օդար փայլերը արդեն պարասեություն եւ թատրոն իրար խառնացել եւ վերջը ամբողջ ընկերային ավստամբություն ուներ եւ որ գելեր գսեր որ դիպանի մեջ կամ գիների միջև մեջքերին գահասունա այսինքն սերային ազատության բազմաթիվ բաներ ուներ բային որ ամբողջ մտածողության մեջ հեղափոխությունը ստեղծեց երասարության ով որ անշուշտ քրագանության հետաքրքրված էր քրագանությունը գսիրը եւ սկսալ բոլորն իրականության մեջ այս կամ այն ձևով վային ասացությունը կա դեպի որքան գերանաս որքան գտնաս ուրիշ հարց է վային ադիր Պարանսեության սկիզբը ամբողջ մտածողությունը փոխեց եւ երբ որ օրինակ սկիզբը հիշեց այդ հոդվածները, բաները որ գրել Բաքիի մեջ արևմտյան քրագանությունը գտար բաներ նաեւ ներկայացրել ասելու համար որ կեցեք տեսնենք այսինքն համաշխարհային բան կա միայն մեր կիցածը չէ, մեր կիցածը չէ եւ ասի արդեն մեծ ներծում է թե մեր հայ քրագանության թե մտածողության իմաստը այո ուրիշ Գուզե ես արագ մը արձագանքել գազեմ թե ծերսածանի որոշ ժամանակավրեպություն մը գա գազեմ վարաշարան պիտի դրական ձևով ընդուներ այս ագնարգը ասելով օքեյ հերթը գարկը ձեզի հասած է ուրեմն գրեցեք այնպիսի թատերգությունը որ ավելի ձեր ժամանակագիծը լա այսինքն լավ է իր համար այո այսպես պիտի շատ լավ արդեն մեկնելու ժամը կմոտենա վերջին կազմը Լավ շնորհակալություն պիտի այդտեմ, բայց նախ կանայդ ուրիշ տեղանում պիտի սկսեմ շնորհակալության խոսքը համապատկերի 10-րդ հատորի մեջ Հակոբ Հուշական ինք Հակոբ Հուշական թատերակիր առնով ամբողջ գլուխ մգա որու մեջ ինքը գսե Հուշական ինքին մասին Հուշական թատերակիրը չէ իջած ժողովրդին այսինքն ժողովուրդը չէ ստացած, չէ արած, չէ վայելած, բայց նկատեցեք ինչ փառք գործածած է,
իջած։ իջած ինքս եւ Կնշանակի իր գրածը հոս է, ժողովուրդը հոս է, եւ այդ թատրոնը չէ իջած։ Ցեվովը ինքնակնաթադական համակա երանք մգա ադոմեջ։ Հիմա ես պիտի սեի վայոշականի թատրոնն ալ չէ իջած ժողովուրդին, այսինքն հայրուդղա իրենց թատրոնով չեն իջած ժողովուրդին։ Հարաստեղծություն վեբ հայրը քիչ թե շատ հարաստեղծությունը վահի շատ ավելի շատ թատրոնը նվազ եւ վահի մահենաստին թե անկարաջ Գրիգոր Բլդյանը եղած է անոնցում է մեկը, որ թե հորը թատերախաղերու մասին լայն ուսումնասիրություններ կան հարաճի միտքև արվեստի մեջ, թե վահի թատրոնի մասին անդրադարձած է և գրած է, ուրեմն Գրիգոր Բլդյանը մեկն է, ասենք այդ աշխատանքին ճամփան բացող, երկրորդը Գարենն է, որ մեզի այսօր փերավ Վայոշականի թատրոնի մասին, ասպես ներածական մսեմ, որովհետև ընդհանուր թեմաները դրավ, ընդհանուր խիծերը դվավ և այդ օր համար մենք շնորհակալություն կհայտնենք իրեն, որ մեզի ախորժակը դվավ, որ երթանք և գարտանք։ Վրեժին նկատումը շատ ճիշտ է, որ ասիկա պեմատրվելիք չէ, և այդ օր համար է, որ բահեի պիեսները չեն պեմատրված։ Terevս մեկ երկու դեղ մալած է, ավարայրությունը մենք լեկտյուրեր ենք, կարդացինք բեմի վրա, դարազներով և այլն, բայց տեքստը ծերքերնիս էր, որովհետև շատ էքսպերիմենտալ թատրոն մնե, ուրեմն այդ մոդեցումով դվինք։ Եվ դիքեն քանի անգամ բնթեց, որ անպայման ունենք, այսինքն դեպապար հետաբնթեց, որ ադիգա Որ դե չմալ գարձեր ուրիշտեղ եղավ, չեմ գարձեր, այո, Անարիկը դուրոցին մեջը մեր աշակերտերով որ արմալը խաղցավ։ այո, բայց ադիգա աշակերտական թատրոն է, որ Հավական հետաքրական է։ այսինքն, ես ադոր մեկ դարակացիք եմ։ Գորնան այսինքն որոշ թատերախաղեր, գորնան չի կրնավ ես։ Ամենայնտեղս, շնորհակալություն, Գարեն, որ հոժարից ասնույթը մեզ կայացնել, ձեր անունով շնորհակալություն։ Հազար Այո,